Չէ, ճիշտ ես հասել դե։ Այդ ճանապարհը դու ճիշտ ես տվել։ Ճանապարհի հետ չի խնդիրը։ Խնդիրը այն է, տղեկ ջան, որ այս անգուլարը ասում է եղբայր, պետք չի ինձ մինչև public pub կա, ասել։ Ասում ես գիտեմ որտեղ է գտնվում, նկարներ։ Ասում ես գիտեմ որ սա public-ի մեջ է, ասում ինձ այդքանը մի ասի։ Public-ից հետո։ Ինձ ասում է public-ից հետո ասեք ինչ է կատարվում, հա։ Էդ է տղեկ ջան, խնդիրը որ դրա համար դիկտես, даже public pub-կեն ինքը չի ուզում որ դու նշես, էլի։ Նա Просто public image-ի public-ը։ Բայց որ հնին այ, մատ images ունես public image, չէ՞։ Մատ images ունես Չես, հա, public-ի մեջ։ Public-ից հետո նշի images 1, images 2 pub կա ունեցի, հա։ Այ images-ը նա public-ը images աննով, մատ եսի մոդել images աննով։ Հա։ Pub-կա։ Ну, ոչ ոնց որ components-ի պես images-ները pub-կա։ Okay։ Որ դրոպից հետոնել է, այդ ճամպեները նշելի։ Եթե images-ի մեջ էլ հա, pub կա ունես, մի անշանակում ինչ։ Հա։ Արդեն դες պետք է հերթով իշնես, էլի, ասիկան բանը խնդիրը մենակ մինչև public-ն է, էլի։ Public եւ հետո պետք է նշես, ասեն public-ից հետո նշ։ Okay։ Որովհետեւ ես մինչև քեզ դերեմ, մատը public Էլուկե դրոպ public-ով։ Չէ, ոնց անեի չէր ստացելու, ինքը շատ խիստ է դա։ Նա public առանց կեդերով public։ Ինչ ուզում ես արա, մեկը չի աշխատի։ Քիչ կեդերով public։ Հա, չի աշխատում։ Տղեկ ջան, եկեք այս Wildberries-ի թեմատիկայից ես այսօր մի քիչ շերվեմ, հա, որտեվ այն դասը, որ ես ուզում եմ ձեզ թեման, որ ուզում եմ բացատրեմ, այս պահին այդքան է նպատակը հարմար չի Wildberries-ը, բայց մեկը կանեմ սրա մեջ, էլի։ Ստեղ հա Wildberries-ի մեջ եմ սենսեր, չէ՞, այդ չէ տերմինալ, որ ուզում եմ ելնել։ CD Abreš. Beraber my Չէ։ Դեյտը կա այս փոքր պատկերն է։ Ամանացի է։ Այս դրան չի թե կան պատկեր փոքր։ Հա։ Որ CD Beraber my այդգեր։ Բերել։ Հետոսիկ դեսեք։ CD-ից հետո դու ինչ արդեն պետք է ասես ճանապարհ։ Ինչն է։ Նայ, CD-ից հետո դու արդեն կարող ես ճանապարհ դաս, պատմի կանոն։ Ամեն անգամից կանաս, հա։ Որտեղ անընդհատ արմանից որ արի կա CD-ը Beraber my degree այդպեսի ու enter-ը ստում է ինքը հելում է։ Դա թազա բան է։ Դա թարը բան է, չէ՞։ Բայց հիշում եմ որ այս հալակնով կնոքես ստում է։ Էսրի թաբ։ Էսի գիտես, հասկացա։ Դիքլեսի դու էլ նայ, Վալեր ջան, հա, էկրանը չի ստենում։ Okay, սպասին հենց անեմ էկրանը տնաս։ CD-ը, հաստատ ես հիշում, CD Beraber Այս տերմինալը ինչ է գնահատել։ Եկեք տերմինալի մի հատ ու enter-ը մեջ փոխում է։ Եկեք տերմինալի մի հատ փոքրիկ դրույթ սովորացնեմ, տոյք նայ, երբ որ գրում եք CD բառը, դիք նայ, եթե ես այստեղ գրեմ ուղակի K ու tab-ը սխմեմ։ Չբերեց sense։ Բայ ներողություն չկա դες։ Դա նայեք, այս արսինա չէ, հաջորդ pub-կեն կամ public-ը։ Նայ, ես կարամ գնամ այս արսի։ Էսը որ գրում ես, tab-ը սխմում ես։ Ինքը նայ արդեն առաջարկում է քեզ տարբերակները սեյով։ Նայ, tab-ը ինչքան սխմեմ, հենա, նայ, երթով առաջարկելով գնաց։ Դայք, պրոստը tab-ը է առաջարկում, որ ինքը ասում է եղբայր, եթե դու գիտես սա անունով կոպիտ ասած մի հատ։ Կամ գրում ես Public image-ից չեմ ուզում։ Դե չես ուզում եկեք։ Չէ, ինքը առաջարկներ անում։ Ինձ կատարը project կա կոմպյուտերի մեջ։ Էդի Դիք չի տա, քեզ։ Նա ես որտեղ եմ հիմա։ Wildberries pub-ի մեջ եմ։ Տղեկ, ուրեմն նայեք ուշադիր։ Երբ որ դուք տերմինալում գտնվում եք այս սպասում, այսինքն ստեղա ցույց տալի, ուրեմն Գուրգեն ջան, դու հիմի քո տերմինալով ես Wildberries pub-ի մեջ։ Wildberries pub-ի մեջ project կա, չկա։ Հա, всё, հասկացա։ Okay, Վալեր ջան, parza այս բանը։ Կոմպի մեջի տերմինալով է։ Ձենը կամացա, Վալեր ջան, շոտ մի բլոկյա։ Ասա, հա։ Հա, ինչ էր ասում, Գուրգեն։ Ես որ in project is կոպիան է։ Հա։ Already done այս հարցը։ Այդպես կգնա։ Հա, Վալեր ջան, տենում։
Հա, բայց չի բռնում։ Ալեր ջան, այս ներքևի մասը այդքան կարևոր չի իմ համար։ Լավ ես արել, մալադեց։ Բայց Ալեր ջան, այս վերևի մասը, հա, կենտրոնացի հավաքի։ Այ ամս։ Հələ մի հատ կոմպոնենտների ստրուկտուրան չստուգեմ, չէ՞, արել ես տենց ոնց որ վիդեոյում եմ արել, չէ՞։ Всё, օքեյ, օքեյ։ Շատ լավ։ Ահա։ Ես գիտեմ։ Ալեր ջան, ֆունկցիոնալ է դրանք պետք չի։ Դու ինձի պետքա որ այս վերևինները զուտը տենց չորած հավաքես, էլի։ Այդ բացվողները ինձի պետք չի։ Հա, բայց նկարները չի բռնում, օրինակ էսա գտածը տայքունները։ Տեքստիլ գույները չի բռնում։ Ոչինչ, դու կարաս նմանատիպ գտնես, բայց չնայած լավ, օքեյ, նկայքնների մասով բան չեմ ասում, շատ տղեկ, որտեղ ըհը, բայց մի հատ չափեր, տեքստի ֆոնտեր, մոնտեր, ամեն ինչ միացնում։ Ահա, մի հատ սաղ նորմալ կդզես, բալոչն։ Okay, տղեկ ջան, ուշադրությունը դեպի իմ էկրանը։ Դիկ, ասում ես life cycle-ը ինչ էր։ Օրինակ ինչ life cycle-ներ կեր, շստիկ չէ։ Ապրես, destroy։ Բալեր ջան, դու այդ դասին կայր, կար չէ բալերը, թե չէ։ Բալեր ջան, դու այն life cycle-ների դասին ներկայիր։ Թե ներկայիր։ On init-ը, destroy-ը, այն որ կոմպոնենտը մեռնելուց կտակ էր գրում։ Պետք է որ ելնեիր դասին ինչ հիշելով։ Okay, լավ, տղեկ, հələ եկեք այս բանից սկսենք։ Գուրգեն ջան, այդ օրը երբ որ ես թվարկեցի բոլոր life cycle-ները, եթե հիշում եք, ասացի, որ տղեկ, մեր շատ կարևոր life cycle կա, որ հիմա չեմ կարող ասել, որտեղ բան պետք է ասենք, հա։ Հիմա ստրուկտուրային առումով, տղեկ, ստրուկտուրային առումով, խնդիրներ կա, որ եթե ես այս թեման, այս input-ը, որ նախորդ դասին մոտավոր ասեցի, հիշում ես տիկ input-ի մասը։ Այդ input-ը տղեկ ջան, երբ որ ես ասեցի, դե բնականաբար ես մի հատ լրիվ խնդիր կլուծենք, որ այդ input հասկացողությունը բան ունի։ Տղեկ, մեր սովորական input-ների հետ իրան մի կապեք ոչ մի ձևով, որ չփոթեք, լավ։ Ուրեմն տես, ուրեմն տեսեք ինչա կատարում, տղեկ։ Ես չեմ կարա միշտ նույն ինֆորմացիան կոպի անեմ, Գուրգեն ջան, որպեսզի սա խսանվեն դրանից։ Վալեր ջան, ես չեմ կարա մի քանի տեղով այդ վիդեոն բան անեմ, օրինակ եմ ասում, երբ որ ես YouTube-ով վիդեո եմ գցում, ես ամեն մեկիդ համար առանձին չեմ գցում, չէ՞ տիկ, նես չի մի հատ քո համար եմ գցում, տիկ ջան, հələ թող ուշադիր ինձ լսելի, հա։ Երբ որ ես վիդեո եմ գցում YouTube-ում, ես նես չի հատ առանձին սավիթ համար ուղարկում եմ տղ։ Ես վիդեոն գցում եմ, մի հատ ու բոլորը ցնվում եք այդ վիդեոից, հա, ուսանում եք նույն վիդեոից։ Բայց նույնը անգուլարում է, տղեկ։ Եկեք օրինակի համար, Wildberries-ը տղեկ մի քիչ վատ է այս պահին այդ օրինակը բերելու համար, բայց մոտավոր եկեք մի հատ sense մի բան պատկերացնենք, որպեսզի հասկանանք այս input հասկացողությունը մեր ինչին է պետք։ Տիկ ջան, հիշում ես մեր HTTP request-ները։ Հա, այդ ինչ էր Գուրգեն ջան, մենք մեր պրոյեկտի ներսից հարցում էինք կատարում տղեկ մի հատ ուրիշ սերվերի, որը գտնվում էր խոսքի Combajo-ում։ Ուրեմն այս Combajo-ում գտնվող սերվերին մենք Հայաստանից հարցում էինք անում։ Այդ հարցումը Վալեր ջան գնում էր քո ինֆորմացիան հավաքում, բերում տալիս էր քեզ։ Հա, ու դա մոտավոր օքեյ, բան չունեմ ասելու տղեկ, եթե այնքան արագ էր ելնում, որ մոտավոր մի 5-6 վայրկյանում դու այդ ինֆորմացիան ստանում էիր Գուրգեն ջան, ու նկարում էիր, չէ՞, հիշում եք։ Բայց Գուրգեն ջան, եթե դու կարաս այդ ինֆորմացիան մի անգամ բերես ու պահես քո մոտ, փոխանցես բոլորին այդ ինֆորմացիան։
Ինչի ամեն անգամ նորից գնաս բերես, չէ՞։ Այդ ուրիշ հարց։ Հիմա նայեք, համամտեմ, բայց այդ հարցին հələ կանդրադառնանք։ Հիմա նայեք, պատկերացրու, դիք այս պոիսկը վերևի։ Եկեք սենց մի հատ բանով պոիսկ տամ, որ պարզ լինի, էլի։ Այս ինչա գրած։ Մագակ ուզեք։ Հիմա նայեք, ուրեմն, էսի կոպի եմ անում, տղեկ չէ։ Հա? Նայեք։ Սենց անեմ, որ մի քանի տարբերակ բերի, էլի։ Հա։ Սենց է սրանցը շատ վատն է, եկեք հələ Amazon-ի վրա բերեմ, օրինակ, էլի սրանցը դուրս չեկա։ Amazon-ի այթե նկարները բերում ես, այդ կարա սարի մեջևը, սա ցուցակով նկարը։ Դե սովորական պոիսկն է մեր, լոգիկան գիտենք, տորիկ ջան, չէ՞ պոիսկի։ Նա նշանակ էդի պարզ է, խոսքի գնամ այստեղ հələ, ինչ ունի էսի, այ էսի ինչ։ Չէ, ինձ մի քիչ ավելի բան եմ ուզում, էլի որ օրինակս ավելի բան է, լավ, եկեք նույն բանով դիրը։ Այ, այս ինչ էր, post my game to be here։ Սրանց դե լավը չի։ Լավ, ինչևից է տղեկ, ինչ եմ ուզում ասել, որ եթե ինֆորմացիան տղեկ ջան, ձեզ պետք է որ բոլորը օգտվեն, հա, պետք չի, տիկ, մի հատ կոմպոնենտը գնա իր համար բերի, մի հատ կողքի հարևան կոմպոնենտը իր համար բերի։ Տղեկ դա օպտիմալ չի։ Բալա ջան, ինչքանով է օպտիմալ, եթե ամեն մեկը գնա իր համար ապրի։ Այդպես չի լինի։ Այդ նույնն է տղեկ ջան, ոնց որ մի տան մեջ ապրեք, ախպեր, գնաք ամեն մեկը ձեր սմետանալնեք կա։ Հա? Այսինքն այդքան է ոնց որ համախմբված չի ստացվում, հա։ Դրա համար տղեկ Angular-ում սենց հասկացողություն կա։ Եթե ծանող կոմպոնենտը գտնում ա որ այդ ինֆորմացիան պետքա 2, 3, 4 եւ ավելի child-երին տղեկ, տիկ ջան, ո՞րն ենք համարում child մենք։ Մեր Wildberries-ի վրա օրինակ բեր, որն է child component, որը parent component։ Ապրեք, top ու bottom component-ներն է Վալեր ջան, մեր child component-ներն են հանդիսանում, ճիշտ է։ Ահա։ Տղեկ, հիմա եթե ես ուզենամ մի հատ ինֆորմացիա նկարեմ կամ կիսեմ եւ top-ի, հա, եւ տակինի հետ, երկու տեղն է ուզենամ նույն բանը լինի, Գուրգեն ջան։ Այդ ժամանակ ես պետք է դա փոխանցեմ header component-ից։ Ինչի, որ Գուրգեն ջան, նախ փոխելուց մի տեղից կփոխեմ, եղբայր։ Թարմացնելուց տիկ ջան նույն տեղից կթարմացնեմ։ Բալեր ջան, ջնջելուց է մի տեղից կջնջեմ։ Այսինքն, այդ նույնն է, սերվիս հասկացողությունը հիշում եք։ Թայք սերվիսի, Վալեր ջան, սերվիսի կայֆը ո՞րն էր։ Բոլորը եթե օգտվում էին նույն ծառայությունից, կոպիտ եմ ասում, տղեկ, եթե այսօր տաշիր պիցան մի հատ նոր բան ավելացնի իր մենյուում, իր ծառայության մեջ։ Տղեկ ջան, դա բոլորը միանգամից ունենալու է։ Վալեր ջան, եթե տաշիր պիցան այդ ծառայությունը իր մոտից ջնջի, դա բոլորի համար էլ չի լինելու այդ ծառայությունը։ Այսինքն նույնն այնք մեր կոդի մակարդակով սերվիս հասկացողությանը, տղեկ ջան, այսինքն երբ որ մենք գրում էինք մի հատ սերվիս, մեջը զանգված էինք գցում, հիշում եք։ Ահա։ Վալեր ջան, հաստատ հիշում ես այդ մոմենտը։ Նա սերվիս էինք սարքում, տղեկ, այդ սերվիսի մեջ տիկ ջան զանգված էինք գրում, զանգվածի մեջ ինչ փոխենք, պալիբոմը ով get էր անում այդ զանգվածը, տղեկ ջան, սաղի մոտ հայտնվելու էր։ Ով միտե այդ զանգվածի մեջ բան փոխվեր, սաղի մոտ փոխվելու։ Բայց տղեկ ջան, ես չեմ կարող ամեն ինչ տանեմ, պահեմ սերվիսի մակարդակով։ Այսինքն տեսեք, ես հիշում եք, ես ասում եմ, որ տղեկ այդ խնդրին մի քանի մոտեցում կա, մի քանի լուծում կա։ Ինչ որ պետք է սերվիսի մակարդակով, այ ինչ որ պետք է այ այդ կոմպոնենտի։ Ճիշտ ես ասում։ Հիմա նայ, այ ապրես։ Հիմա անենց հաստատվե։ Մենակ կանոններ են ինչի։ Հիմա նայ, Գուրգեն ջան։ Եկեք հələ սենց մի հատ օրինակ բերեմ։ Վալեր ջան, ուրեմն այս զանգվածը, նայեք, հասարակ օրինակ եմ բերում։ Ես փչացնում եմ մի քիչ Wildberries-ը, բայց տոշնի է, գնացինք։ Ուրեմն տղեկ, header component-ը, որը հանդիսանում է ծնող component համ button-ի, bottom-ի, տակինի, համ top-ի համար։ Վալեր ջան, եթե դու ուզում ես երկուսի մեջ էլ ստանաս ու օգտվես նույն զանգվածից, տիքը մի ինչ անեմ, մի հատ այսինքն ախմախ չխմած բանի զանգվածի համար, խոսքի չգիտեմ, names։ Ապուր զանգվածա տղեկ, եկեք դուզը խոսանք էլ, անունը գրածը չգիտեմ, ռաբոտա դոմ, խոսքի ախպեր չգիտեմ ինչա գրած, էլի։ Վալեր ջան, մի 3-4 հատ ասենց անկապ զանգված։ Անկապ էլեմենտներ ունեցող զանգված։ Հիմի տիկ սրա համար ես գնամ մի հատ սերվիս սարքեմ, եղբայր։ Սերվիսում ես զանգվածը գրեմ, Գուրգեն ջան, որպեսզի Վալերը գնա երկու կոմպոնենտներում հետի
Հա, այդ սերվիզը ինժեկտ անի, ինժեկտը հիշում ենք ինչ էր, չէ՞, երբ որ մենք վերցնում ենք սերվիզը։ Բալեր ջան, իմաստ ունի այդքան պատմություն մի հատ ապուր զանգվածի համար։ Ավելավա կոպի անես, ախպեր, սենց ասեմ, քան թե գնաս սրա համար սերվիս ալ։ Դայք տեսեք, այսինքն ամեն ինչ չի, որ միանշանակ է, որ ասեմ, չէ, տիկ ինչի սերվիս չես սարքել։ Ասես այ ախպեր, ստե նպատակային չի սերվիս սարքել։ Բա ամենտեղ չէ, գուրգեն ջան, ես սկսեմ այտենց ամեն էշության համար գնամ սերվիս սարքեմ, Վալեր ջան, մի շաբաթ հետո ստեսա սերվիս առնելու, արդեն սերվիսների մեջ չեն ճոգելու որը տղեկ։ Այսինքն միշտ չի տղեկ, այն ամենաթույն ու ամենալավ բաները միշտ պետք է սարքվի ու միշտ պետք է տենց ալ, չէ։ Okay, Գուրգեն ջան, դու ուզում ես իրոք կա այդպես գաղափար։ Տղեկ, տեսեք, ես սերվիս սարքում եի գաղափարի համար։ Օրինակ, product հասկացողություն ունեիր, տիկ, ջնջել, պոիսկ տալ կամ ինչ-որ այդպես բան։ Okay, Գուրգեն ջան, գնա սերվիս սարք։ Հա, եղբայր, համաձայն եմ, այնտեղ get անել, Վալեր ջան, product ջնջել, product ավելացնել, համաձայն եմ, ախպեր, գնա սարքի սերվիս, որտեղ դու Վալեր ջան այդտեղ չես խոսում մի հատ տուֆտա ֆունկցիոնալության մասին։ Այդ քո product-ի սերվիսը տիկ ջան, կարա քո պրոյեկտի մոտ 30%-ը կազմի, ոնց կարելի է դրան վերաբերվել Գուրգեն ջան, որպես անկապ սերվիս։ Դա միանշանակ գնացեք սարքեք տղեկ, բայց հիմա դա եկեք ուրեմն թողենք, այսինքն այդ հարցը թե ինչի սերվիսով չանենք, երբ որ սերվիսով հնարավոր է իմաստը թազա բան սովորելու։ Հենց էսա որ տղեկ, միշտ չի, որ պետք է ամեն էշության համար գնալ սերվիս սարքել, օքեյ։ Այս մասը հասկացանք։ Հիմա Վալեր ջան, ուրեմն անենց է ստացվել, որ այս մեր header component-ը պետք է կիսի իր երեխեքի հետ ինչ-որ ինֆորմացիա։ Գուրգեն ջան, պարտադիր չի, որ այս զանգվածը քո header component-ին պետք է գաղափարը չի։ Կոպիտ եմ ասում, ծնողը կարող է կոնֆետ չի սիրում տղեկ, բայց կոնֆետը իր մոտ է պահում, որ տա երեխեքի։ Հա, այսինքն պարտադիր չի, որ այս զանգվածը ինձ հենց header-ից մեջ պետք է, որ ես պահեմ ըստը։ Դա արդեն կոպիտ ասած ասում ինտելեկտի հարց, այլ, հա? Ըստը պետք է հասկանաս, որ ճիշտ պահին, որտեղ այդ ինֆորմացիան պահես, որ կիսես։ Հəմի, Գուրգեն ջան, այդ input հասկացողություն է, input կոչեցա։ Չենք շփոթում մեր սովորական այն տեքստովի input-ների հետ, հա? Բարբերոսին է class input, հա? Որը? Բարբերոսի input-ը class input-ը։ Էսի input է սովորական։ Սովորական input։ Էսի սովորական input է, սրա մասին չեմ խոսում։ Չէ, ես սրա մասին չեմ խոսում, ես իմ համար էսի տուֆտա input է։ Հա, տղեկ, եկեք բաժանենք, տուֆտա input ու angular input, okay, всё։ Էսի տուֆտա input է, տղեկ։ Angular input-ը, տղեկ ջան, Angular-ի հորինած գործիքն է։ Angular-ը այս գործիքը հորինել է, որպեսզի հնարավորություն տա ձեզ կոմպոնենտից կոմպոնենտ ինֆորմացիա փոխանցել։ Հիմա, լավ, եկեք մի փուճուր ավելի հետ գնանք, տղեկ ջան, որպեսզի ավելի պարզ լինի ինչի համար է սա ինչ։ Տիկ, երբ որ դու այն ժամանակ սարքում էիր մի էջանոց կայք կամ մի էջում կայք էիր հավաքում, Վալեր ջան, դու երբեք այդպես հնարավորություն չես ունեցել կոմպոնենտների մասերի բաժանել։ Տիկ, քո հին HTML-ների պրոյեկտները բաց, եղբայր դու վերևից header-ից մինչև footer, content ու product-ների լիստ մի ֆայլի մեջ հավաքած ես ունեցել։ Երբեք էսի քեզի պետք չի։ Որտե՞ղ Գուրգեն ջան, քո JS-ն էլ էր մի հատ, HTML-ը էլ էր մի հատ։ Վալեր ջան, տես, դու ոչ թե կոպիտ ասած դե ինչների սեր պետք չէ, այնվաղ դու հնարավորություն նույնիսկ չես ունեցել, որ մի հատ է սենց խնդրի առաջ կանգնի։ Այսինքն եթե ձեզ հարց տակ մի օր, ինչի այն ժամանակ ես այդ խնդիրը չունեի, հիմա ունեմ, Վալեր ջան, ուրեմն այդ հարցիդ պատասխանը այն է, որ այն ժամանակ դու մի ֆայլով ես գրել։ Ինֆորմացիա կիսելու, կոպիտ ասած բաժանելու գաղափարը տղեկ պետք է կա մենակ այն ժամանակ, երբ որ մենք սկսեցինք բաժանել հատվածներ։ Հիմա տիկոն Վալեր ջան, որոշել է որպեսի header component-ը բաժանի երկու հավասար մասի, վերև եւ ներքև։ Ու ինֆորմացիան կրկնվել։ Բնականաբար սերվիս չի սարքել, ինչ անելու Գուրգեն ջան, գնալու է ծնող կոմպոնենտի մեջ սարքի, որպեսի կիսի։ Գնացինք։ Այն որ դու ստե զանգվածը սարքել ես, Վալեր ջան, դա լավ է սարել։ Մեջի ինչ ուզել ես գրել ես, պարտադիր չի զանգված, տղեկ, вообще կարևոր չի ինչ։ String, type, ինչ ուզես Գուրգեն ջան։ Գնացինք top կոմպոնենտի մեջ։ Էսի նախորդից ամնաց։ Տղեկ, եթե իմ կոմպոնենտը, հա, երեխան, եթե կոպիտ եմ ասում, ծնողից օգնություն չի սպասում, հա, կապրիզ երեխա է ամի, ասում ախպեր չի ինձ ոչ մի բան պետք չի։ Դու երբեք չես կարող նրան ինչ-որ մի բան տաս, հա? Կան չէ՞ տես չար երեխեք, որ ուզում ես ճաշտաս չի ուտում, ախպեր դեմ մի երեխա։ Նույնը ստեղ է։ Գուրգեն ջան, քանի դեռ քո կոմպոնենտը ինքնական հոժար կամքով չի հայտարարել այն մասին,
որ ինքը ընդունում է input, դու կլավուսն է ցարս վրցնես, դու իրան չես կարողանալու ինչ-որ ինֆորմացիա տաս։ Շատ է որ տիկ ջան, դու ում ես այդ ինֆորմացիա։ Հա? Input հասկացողությունը գրվում է։ Input-ը ինչ էր տղեկ։ Շնիկ բառը ինչ է ձեզի հուշում։ Կսպանեմ դիկաս այդ բառը։ Չէ։ Լավ մտածի։ Դեգարացի բառը հիշում ենք տղեկ ու դեկորատոր բառը միշտ ասում ենք, չէ՞ Գուրգեն ջան։ Դեգարացի տղեկ։ Դեկորատոր։ Ինչի՞ է դեկարացի Վալեր ջան, որտեվ ինքը ձևական հորինված գոյություն չունեցող բան է Գուրգեն ջան։ Դրա համար այդ անտերին ասում ենք դեկարացի ախր։ Անգլար պրոստը մի դե քաղաքավարի մարդիկ են ախր դեկորացից որն է, դեկորատոր են ասում է դրան, չէ՞։ Հիմի input-ը նույնպես հանդիսանում է դեկորատոր, որտեղ ունի շնիկ նշանը, տղեկ ջան, ինչպես նաև կոմպոնենտ, հա, տեսեք մի ուղիղ նմանություն։ Ուրեմն Վալեր ջան, input-ը նախ պետք է ասի, Գուրգեն ջան, թե ինչ կախարդական բառով է սպասում այդ ինֆորմացիան քեզանից։ Ուրեմն ես այստեղ գրում եմ օրինակ names, Վալեր ջան։ Սա իմ իրավունքն է, Վալեր։ Ես ինչ անունով կսպասեմ այդ ինֆորմացիան դրսից, տիկ ջան, այդ իմ բանը։ Այդ նույնն է կներեք տղեկ, որ հիմի կոպիտ եմ ասում, դու առաջի անգամ ծանոթանում ենք, Տիկոն իր համարայնձի տալիս, ասում է ախպեր, անունս Տիկո է։ Տղեկ ես կարամ ոնց ուզեմ այդ անունը գրանցեմ իմ։ Հա? Այն ինչ որ Գուրգեն ջան, իրականում դու դրսից փոխանցում ես, դա դու ես որոշում ոնց կպայես, Վալեր ջան, ինչ անունով կպայես, ճիշտ չեմ։ Ահա։ Ասում եմ names զանգված եմ սպասում, որպեսզի Angular-ին բացատրեմ, որ ես զանգված եմ սպասում, պետք է նշեմ, որ զանգված եմ սպասում Գուրգեն ջան։ Ինչ զանգված է սպասում string։ Հիմա հարց։ Դայք ասեք իմաստը որն է ախպեր, հիմի նայեք։ Ուրեմն header-ում ունենք names, չէ՞ Վալեր ջան։ Դաժե եկեք գրեմ բան, original names, որ պարզ լինի, որ սա բանն է, օրիգինալն է, հա, ծնողն է, օրիգինալը պահում։ Original names։ Վալեր ջան, սա ինչ տեսակ ունի։ Ինձ թվում է զանգված է տեքստերով։ Համաձայն եք։ Այո, Վալեր ջան, իմաստը որն է, նույն բանը գնալ սարքել top-ի մեջ, նշել որ սա names-ը ու էլի ասեմ array-ը string-ով տվել։ Չէ՞ որ եղբայր, ես պալիվոմը n եմ փոխանցելու, չէ՞։ Էլ իմաստը որն է, Վալեր ջան, երկրորդ անգամ նույն բանը կրկնելու ստե։ Փաստորեն կա շատ մեծ իմաստ ու այդ իմաստը գիտեք որն է, տղեկ։ Երբեք չպետք է մտածես, որ դե մեկա դսից sense եմ տալու, դե մեկա դսից n եմ անելու։ Եղբայր դու քո կոմպոնենտը պետք է սարքես ինքնավար երկիր։ Քո կոմպոնենտը, Վալեր ջան, ամեն ձևով պետք է կողմնորոշված ու ինքնավար լինի։ Այն առումով Գուրգեն ջան, ինքնավար, որ ինչ-որ մեկը չի կարա names-ի փոխարեն, այդ զանգվածը string-ի փոխարեն, քեզի տիկ ջան, նա չգիտեմ, text, օրինակ, կամ թիվ փոխանցի։ Չէ՞ որ դու, Վալեր ջան, դու, հələ նայեք, հələ մի հատ դուրս տեսանկյունից նայեք։ Եթե ես տիկ այստեղ չեմ փոխանցում ինտերֆեյս, ասում եմ ախպեր դե տնդից տվել եմ։ Ու գրում եմ n-ի։ N-ի նշանակում է ցանկացած բան, տղեկ։ Վալեր ջան, ուրեմն եկել ես քո child կոմպոնենտի մեջ, ձակ կոմպոնենտի մեջ։ Ասել ես դսից ինչ տալիս եք տանեք ախ։ Դու գնում ես Գուրգեն ջան, բայց դու գնում ես քո top կոմպոնենտի մեջ, եղբայր, լոգիկա ես գրում։ Դու պատկերացնում եք, չէ՞, այսինքն լրջությունը ուր է հասնում։ Դու ստեղ բերել ես Գուրգեն ջան, գրել ես օրինակ եմ ասում, ul, հա, խոսքի։ Ու լիերով հիմի պետք է այդ անունները գրես, չէ՞։ Լի ես գրելու Գուրգեն ջան, մի հատ եկեք ես թազա Tinton for-երից գրեմ, for let-ով չէ ստեղ, for name of names, չէ՞, name of names։ Մի հատ track բայ է, ինչա, track-ը պրոստը։ Track name կգրեմ, մեջը link կգրեմ։ Վալեր ջան, պարզա չէ՞։ Վալեր։ Աչքիս Վալերը էլի կամ միկրոֆոնը անջատել։ Միկրոֆոնը անջատած աչքիս խոս։ Վալեր ջան։ Հա, բայց գոնե լսում ես Վալեր մեզի։ Հա, օքեյ, всё լավ, եթե լսում ես լավ։ Հիմա նայեք։ For ծրացինք Գուրգեն ջան։ Name-ը նկարեցինք։ Այստեղ ամենակարևոր նյուանսը այն է, որ Գուրգենը գնաց է, այստեղ տվել է n-ի։ Դու ես արել սա։ Հիմա գալիս ենք top-ի մեջ, տղեկ ջան։ Եսի ջնջեմ, որտեղ էլ չի սպասում ինքս ես։ Ուրեմն եկանք ստեղ։ Տղեկ,
ինչ անունով սպասում այդ անունով պետք է փոխանցենք, չէ։ Հավասարա օրիգինալ name search, չէ, տղեկ մեր մոտ անունը։ Կոպիտ եմ ասում։ Ձախ կողմում տղեկ, հա, ձախ կողմում գրվում է այն անունը, որը որ սպասում է ձախը, աջ կողմում գրվում է տղեկ ջան, այն անունը, որը որ հենց քո մոտ տենց է իրական։ Գուրգեն ջան, հիմա եթե ես բռնեմ, կոպիտ ասած, խլեք լավ, նայեք դրանք ինչ ստացա, հետո կանցնեմ առաջ, լավ։ Թիվ տա։ Դու կոմպոնենտում չես նշել, չէ՞, ինչ ես սպասի։ Թոփի մեջ տղեկ զլացանք ու չգրեցինք էլ էդի դիք։ Այսինքն ասենք արա դե լավ ախպեր, մեկա պարզա։ Այդ մեկա պարզայի համար հեսա կպատժի։ Հա։ Ինչ փոխեց, հագարակ էֆեկտի չի։ Սակի մեջը որ փոխեց։ Հա։ Դեմոնի մեջը չի փոխել։ Սակի մեջ դու բանը չունես որ փոխես։ Դե բա ասում ես էնի։ Ասում ես լյուբոյ բան։ Ասում ես լյուբոյ բան սպասում։ Էնի, լսի, էնի։ Ծնողի մեջ, ձակի մեջ չէ, դե։ Հա։ Հա։ Բավոր մի փոխել։ Մեկ երրորդը փոխեց թիվ սարքի։ Ինչ փոխեմ։ 0-երորդը, այդ տվյալը զանգվածը փոխեց ձակի մեջ։ Ես դաժե որոշել էի ցելի զանգվածը փոխել։ Չէ, զրմի ցելի ուզում է ցելի զանգվածը փոխել։ Սկզբից որ ինքը տվել է սպա։ Ամենասկզբից դատորը իշտում է կոդը։ Ահա։ Նեյմի տակը ոչ գնաց է օրիգինալ զանգվածը։ Ծնողի զանգվածը տեսել։ Լավ։ Վերջացել։ Երեխա դրա ինչ-որ փոփոխություն է ծառայել, կոդիկելի հետ չի ստացվում։ Կերտա։ Ոնց։ Նե վկայությունից որ հավասարաներ հագադած կազմը։ Մի հատ ուրիշ հարց տա։ Որ սերվիզով Գուրգեն ջան զանգված է իր get հանում։ Սերվիզից get մեթոդ է գրում դիք։ Զանգվածը ստանում է։ Մեջը որ բան է push անում կոմպոնենտից։ Սերվիզի մեջ փոխվում է թե չէ։ Փոխվում է։ Ինչի հաշվի։ Կարող է որ զանգվածները ռեֆերենսով են աշխատում դրա համար։ Հա։ Հղումային է։ Ռեգմենտներ ստեղ։ Էլի Գուրգեն ջան, այստեղ անգուլարը ոչ ու քուչ է, այստեղ անգուլարի պրինցիպը չի։ Չէ, չէ։ Հա։ Մի դու ինտենի ես։ Ահա փոխում ես, թե հա էնիա դրա համար փոխում։ Էնին տիպա պրոստա անգուլար, էսի էնին մեր համար ավելի շատ։ Համի որ ստավաձը ինքը բալու չի փոխել։ Այստեղ փոխելու հարցը չի իրականում։ Հələ հաշվի Գուրգեն ջան, արի հələ երկու մասի արի բաժանենք, ճիշտ հարց է տալի, լավ հարց է տալի։ Արի երկու մասի բաժանենք այս հարցը, ու ոնց որ կոպիտ ասած երկու տեսանկյունից նայենք։ Ամի, հաշվենք ոչ մի բան չենք փոխելու Գուրգեն ջան։ Ինչ տվեց զուտ նկարելու հարցը, հա։ Դե քանի որ այստեղ մենակ նկարելու հարց է, համի Վալեր ջան։ Գուրգենը վստահ լինելով որ header-ում ինքը սարքել է զանգված, որը պարունակում է string, interface-ով բանով սա ակուրատնի տվել է։ Վալեր ջան, ես գնում եմ կոմպոնենտ եմ սարքում։ Ասում եմ ախպեր դե մեկը Գուրգենը ընդ interface-ը տվել է զանգվածն է սարքել է։ Միստեր գրեսով դիսիկ է նեմսը։ Ու փոխեց ինչ-որ։ Սպասի, չենք փոխում։ Այդ սցենարը չենք նայում, սպասի։ Համի նայ։ For-ն ֆրացը, չէ, իմ կոմպոնենտի մեջ Գուրգեն ջան։ Ինչ մտքով, որ զանգված է գալու, չէ։ Դու այդ սպասումով ես, չէ, for գրե, եթե դու իմանայիր քեզի զանգված չի գալու, Վալեր ջան, չգիտեմ, string-ը գալու 100% for չի ֆրոստը։ Համի, դու այն հիմք ընդունելով որ header-ից, հələ նայեք ուր եք խորանում, տակ։ Դուք այն հիմք ընդունելով որ եսի մուրդուց, ծեզի զանգված է գալու, դուք դրա վրա for եք գրում, ձեր մոտ բերում եք ինտերֆեյսին եք տալի, ու պետք է որ կայֆոտ աշխատի։ Գուրգեն ջան, հիմա իդեալական աշխատելու է, տղեկ։ Ուր այդ անտերը local host 4200, ճիշտ է։ Տղեկ, սիրում նկարել է։ Էսի top բանն է, կոմպոնենտը։ Նկարել է, չէ՞ դիք։ Հա։ Որ դուց այս ինֆորմացիան իրա ծնող կոմպոնենտը փոխանցեց այդ զանգված։ Բայց հիմի ախպեր ջան։ Ծնող կոմպոնենտը ոնց փոխանցել է, այտենց է փոխում է ինֆորմացիան, հա։ Եկել։ Ո՞վ է չանել։ Ջա, կներեք, string-ի վրա for-ը աշխատեց։ Դե, string-ի վրա for-ը աշխատում է, չէ՞։ Կներեք, 45 ախպեր, եկել։ Ես даже մտածում error, ես էի ուզում։ Չկա, ասում ինչի վրա for-ը։ 40։ For-ը խնդիր է տալ։ Ո՞ւմ է Գուրգեն ջան։ Անիմաստ ինչ-որ խնդրի առաջ կանգնեցիր, այն դեպքում ու առանց նայ դիք կոդը տերմինալում error տենում եք տղեկ։
Angular-ը ասելա քեզ սա կայֆ է տատիկ։ Բայց Angular-ը կարար չես նախորդ քեզ զգուշացնել, որ եղբայր մի արա, այդ ինչ ես անում։ Չի կարելի։ Այ գիտես երբ կզգուշացներ Գուրգեն ջան, երբ որ դու բոլոր տեղերը պատշաճ կերպով գրեիր ինչ ես սպասում։ Եթե Գուրգեն ջան դու ստեղ չզլանայիր ու գայր գրեիր որ սա զանգված է string-ով, տես դու նշում ես թե ինչ ես սպասում Գուրգեն ջան, հա? Այս դեպքում դու input-ի դիմացը գրել ես անունը թե ինչ անունով ես սպասում։ Պատուհանի անունը, տղեկ, հիշում եք անցած դասին պատուհան բառով է եսի մեկնաբանում, ասում եմ ախպեր, բաց պատուհան ես թողել, որտեղ ես քեզ ինֆորմացիա տուլիկ բերել։ Այսինքն հնի բացը դիտա որտեղ search-ի մեջի string-ը դի 10 ինչ-որ option-ներ բանի ինչ-որ բան դի սպասի string-ին դրացած է անտարի։ Նայ, չէ։ Anymore. Մինայ top component-ը просто մա տուֆտա UL պետք է նկարի, չէ։ Լիերով իրա։ Վայլ իրական վայլբերություն չէ, ես մեր ձևականի մեջ մի հատ UL պետք է սպասել, չէ։ Հələ նրա հետ մի կապի Գուրգեն ջան, այնտեղ մի քիչ անսամթ է, չի բռնում իրար հետ։ Համար չեմ ասում, ես պրոստը կապ հաստատելու համար։ Չէ, դրա համար ասում եմ, հələ որ ստիկով կա չէ։ Input-ը, որը deposit-ի համար է նախատեսված, string-ը դերում մեջ է։ Ինչ որտեղ սպասում է այդ string։ Չէ։ Ոնց որ հնիստեղ զանգված է, սպասում եղել string-ը։ Արա, հա, ճիշտ ես ասում, input-ով ես ինչ ուզեմ, դա կփոխանցեմ։ Input-ը տղեկ, գիտեք ոնց որ ինչ լինի։ Հիմա պատկերացու մեծ բոշկա ունես, ջրի, բակը։ Ջրի այդ մեծ բակի տակից տղեկ ջան, փուճուր տրուբեկը ուրիշ բակերի մեջ է ջուրը լցվում։ Input-ը դա տղեկ խողովակ է, որը որ կապ է հաստատում երկու կոմպոնենտների միջև։ Input-ը միակողմանի է Գուրգեն ջան։ Չի կարա այդ նույն շլանգով ջուրը հետ հելի տղեկ։ Չի լմտել։ Չի հելնելու։ Ինքը top-ը մենակ ստացողն է։ Ջան, դրան զուտ բանի համար ասում եմ, ոչ էնի փոփոխականների բանը, նույն որ դու փոխել բանի մեջը, երեխում մեջը, բայց ինքը ծնողը ճիշտ փոխվի։ Զանգվածի դեպքում, հա։ Զանգվածի դեպքում, տղեկ, ստեղ Angular-ի այդ input հասկացողությունը չի դեր խաղում։ Նա զանգվածի ռեֆերենսն է JavaScript-ն արդեն տակից դրա դեմ սա անզոր է Գուրգեն ջան։ Այ իմ ասածը գիտես երբ բան կլինի։ Երբ որ string փոխանցեմ, այսինքն ոչ ռեֆերենսային։ Պրիմիտիվների դեպքում տղեկ դու հակառակ կապը չես կարողանալու ապահովել։ Պրիմիտիվների դեպքում միանշան։ Նույնը սերվիսի դեպքում է, սերվիսը ոչ չի ասում եղբայր դու կարա սնձի։ Ng մոդելով որ մենք ինչ է input-ի բանը։ Այնի լրիվ ուրիշ կայֆ է։ Այնի չէ։ Էսա պարագայում Էդի գործիկ չէ, էդի չեմ ասում, էդի տեսնեմ ուրիշ գործիկ, որ հետադարձ կապը բա։ Հա։ Բայց նա առանձին է։ Նա ասեմ Գուրգեն ջան, կոչվում է output։ Input, output։ Այսինքն ներս մուտք, դուրս մուտք։ Չէ՞ տղեկ, հələ ինչ պրիմիտիվ բան է, հələ չի մի բան է։ Բարդի ինձ ունեք։ Լավ, հələ բայց լավ, հələ սպասեք, ուշադիր լսեք տղեկ։ Չէ՞ դա հասկանալի է։ Նայեք, ուրեմն ինչի ուր էի տանում այս ինտերֆեյսների մասը։ Names-ը զանգված էր, որը որ n-ի էր տվել։ Եթե n-ին ինչի խանգար ես Գուրգեն ջան քեզի։ N-ին խանգար ես, որտեղ ընդ չէ կոնկրետ ինչ ես ասում։ Հալա, դա ինտերֆեյս չեմ նշել։ Հա, չեմ փոխանցել տղեկ, names-ը։ Իսկ error-ը չի տալի։ Ահա։ Հալեր ջան, մինչև ես մարդավարի չգնացի տիկ, չասեցի, որ իմ top-ը սպասում է եղբայր քեզանից զանգված string-ով, տիկ ջան, ինձ զիվիլ փոխանցում էիր, գնում հասնում էր տեղ։ Ես ինչ եմ ասում, Վալեր ջան, դու քո կոմպոնենտը սարքին ես, որ Գուրգեն ջան քեզ ամեն ձևով ապահովակես։ Չի կարա, տիկ ջան, քո կոմպոնենտը չպետք է պռակոլ ունենա։ Էսի պռակոլ է տա։ Էսի պռակոլեր են բանով, որ դու Գուրգեն ջան, այն կարգի վատ կոդ ես գրել ուրեմն, որ քո տերմինալը քեզի չի զգուշացնում, որ դու խնդիր ունես, այդտեղ явный խնդիր։ Հա? Վատ կոդի հետ։ Աբրես։ Եթե տղեկ դու գնացել JavaScript-ով error եք ստացել, վատ կոդ ես գրում։ Նայ, ուրեմն դու այն կարգի վատ խնդիր ես թողել մեջը։ Դու այն կարգի վատ խնդիր ես թողել մեջը, որ տերմինալով դու չես տենում էդի, գնում հասնում ես բրաուզեր նոր ես տենում։ Հա, դες դու այսինքն այնքան վատ խնդիր ես թողել, Գուրգեն ջան, որ առաջին սլոյով չի երևում։
Պատկերացրու, չէ՞, վտանգավորությունը։ Բալեր ջան, նմանատիպ կեղտոտ խնդիրները կարան սենց ակնառու էրորներ չգցեն, այսենց։ Դիք ջան, սրանք կարող է երկար ժամանակ մնան ու շատ միամիտ ժամանակ, մի որոշ ժամանակ հետո նոր տակից դուրս գան։ Հա? Առաջի այսպես կարող է ինչ-որ միտեղ քլիկ հանելուց լինի։ Հա, այսինքն նայ մեծ պրոյեկտ է, տես մի պատկերացրեք, մի համ մի հատ ֆորեքտ կրացել։ Հա, երբ որ արդեն սա մի 600 տեղից բանը աշխատում, տղեկ շատ հեշտ է սենց բանը թողելը տենց ու շատ հեշտ է վրիպել։ Ես տղեկ սենց ասեմ ձեզի մի եկա կալենդար է խոսքի սարքած բաց սենց եկա ֆունկցիոնալով եւ այլն, ես կանամ մի հատ փուջուրբան միամիտ բաց թող։ Բայց ես կանամ դաժե չնկատեմ։ Էրորելը լի տղեկ չնկատեմ։ Դա կարող է խոսքի մի երկու շաբաթ հետո այդ ստուգող մարդը, ով որ ստուգում է, հա, որ պարտավոր է ստուգի։ Ինձ ասի ախպեր, գիտես, ինձ բան է մնացել տակ։ Ես նոր գնամ գտնեմ։ Այն դեպքում երբ որ սաղուրը ես այդտեղ գործեմ։ Տես։ Հա, բաղում։ Իհարկե, հիմի Instagram-ը գիտեք խնդիր չունի, Instagram-ը սա բագ է։ Ես որպես օգտատեր ես միանգամից գտնում եմ ապրել։ Հենց այդ է։ Պետք է բանը կա որպես։ Ինչը։ Պետք է բանը կա որպես։ Տղեկ ջան, այսինքն բալեր, ինչ ասում առակս ինչ կցուցանեմ։ Տղեկ որ պետք է միշտ պատշաճ սևով տալ Գուրգեն ջան ինտերֆեյսները յուրաքանչյուր տեղ, հա, որպեսզի դիք ապահովագրենք մեզ տուպոյ սխալներից։ Բալեր ջան, ինչ եմ ասում տուպոյ սխալ, որտեղ էս այն սխալն է, որ մի քիչ ուշադիր ելնեինք, հաստատ կջոգեինք, որ պետք չէ, չէ, Գուրգեն ջան, բայց մարդ ես մի գործ ես անում, բան ես փոխում, մոռնում ես հետ փոխես, դիք ջան։ 1000 գտարեք գործի մեջ չես կարա, էլի տենց վունդերկինգ չենք, հա։ Չես իրոք չես կարա, չմտածեք մենք սաղորը դրած տենց ավտոմատ գործ ենք անում։ Կարաս բան փոխես, մոռնաս հետ դզես, բան ստուգելու համար բան ես փոխում, Բալեր ջան, մեկ-մեկ։ Մոռնում ես հետ փոխես։ Ու տես կարողա թողես մնա։ Էդի այն դեպքում կարաս դու չնկատես, երբ որ ինտերֆեյսները այդ բաները նորմալ չես տվել։ Գուրգեն ջան, ինչ արեցինք դիտողում։ Օրիգինալ զանգված ունեցա։ Իմ ծնող կոմպոնենտում։ Ծնող կոմպոնենտից, որպեսզի Վալեր ջան, ես կարողանամ այսի ինֆորմացիան փոխանցեմ կամ child կոմպոնենտին, հա, երեխա կոմպոնենտին։ Տիկ ջան, պարտադիր ինչ էր պետք, որ ծնող child կոմպոնենտի մեջ գնամ, Վալեր ջան, հատուկ պաշտոնապես գրեմ, հայտարարեմ, որ ես հարգելիներս սպասում եմ, որ ստանամ զանգված ֆրինգով, որի անունն է Names։ Հաջա։ Մի հատ բան չեմ Այս դեպքում պրինցիպի հա, բայց ինքնից դեպքի որ սերվիսի մեջ բարձրացնողից բացի ավելի շատ փոքր անունով Էսի զանգվածը օրինակ է զուտ բերել։ Շատ է։ Էս input-ը Գուրգեն ջան, ջրի պես օգտագործող բան է։ Հա? Սենց ասեմ քեզի անընդհատ օգտագործելու ես դու input-ը։ Մեկ input-ը, մեկ է output-ը, նայ, գիտես ոնց է, դու անընդհատ պետք է Վալեր ջան, դու անընդհատ այդ կոմպոնենտները իրար հետ պետք է խոսցնես։ Հա, անընդհատ իրար հետ խոսալու, տղեկ, չես կարա, պետք է խոսցնես սա սայթը իրար հետ։ Այդ սվյազկեքը պետք է գնալ գալ, ջոգում եք, չէ՞, մուտք ելքն է, տղեկ, այդ մուտք ելքը դու չես կարա չապահովես։ Ինֆորմացիան տվիր, ինֆորմացիան վեկալա։ Տղեկ կոպիտ եմ ասում, համի ոնց է։ Սերվիսի ես ասեցի, լրիվ ուրիշ գաղափար է։ Հա, սերվիսի գաղափարը հա։ Զուտ Գուրգեն ջան, որ ամեն փոճուր ստից բանի համար չգնաս սերվիսար։ Ես այդքան սերվիս չեմ կարող ասել։ Ես չեմ ասում, այդքան սերվիս։ Մի հատ սերվիս ունեմ։ Okay։ Մեծ զանգված։ Okay։ Մեջը որ կոնկրետ կոմպոնենտի համար է։ Միջիններն են օգտագործում։ Okay։ Այդ փոքրին է քիչ սերվիսի գույք։ Ինչ ամեն անգամ get Նայ։ Միշտ չի որ խոսքը, համի նայ, պրոդուկտի Գուրգեն ջան, սերվիս ունի։ Հսկայական սերվիս է, մատ մեծ զանգված է բան եւ այլն, բա, այդ մարդը սերվիսի անունը արդեն ամեն ինչ ասում է, չէ՞, պրոդուկտ սերվիս։ Այդտեղ կարամ ես ուրիշ զանգված գցեմ, չէ՞։ Դուք կտաղեք ինչ ուզեմ կարամ անեմ, կարամ սարքեմ զիբիլանոս վաղը բան չհասկանամ, բայց պրինցիպներ կա, եթե հետևեմ այդ պրինցիպներին, Գուրգեն ջան, ես իրավունք չունեմ այնտեղ, այս զանգվածը տանեմ դեմ։ Հա, այսինքն դες հարցազուտ պրինցիպների մեջ է։ Այսինքն Angular-ը ու նմանատիպ sense էս կլասներով աշխատող այդ կլասովի գաղափարներով աշխատողներ։ Իսկ էս բանը, ոնց է ինպուտը ինչ-որ վերաբերելու համար data component-ի HTML-ի մեջ է։ Տղեկ, 3 հատ ապրես։ 3 հատ քայլ անցանք։ Հա չէ, հասկանալի է։ Ճիշտ է, Գուրգեն ջան, input-ի այս
Ինչ։ Top-ի մեջը, նո, HTML-ը Կոմպոնենտը դուր դեր ես կպցրել, որ աշխատել է։ HTML-ում։ Հա, HTML-ը Բայց ինֆորմացիան տալը խեն զարվալու։ ինֆորմացիա տալը չէ, դու սովորական HTML-ը գրում ես։ Նա այնտեղ որ հիշում ես, այն օրը որ բան ստրուկտուրան գծում էր, ասում էր ես ապակով գծում ես, մեջը բան գրի չի կարելի բան գրել։ Մեջը չեմ գրել։ Հա, հիմա մեջը չի կարելի գրել։ Տարեք մեջը, մեջը դրա հետ է։ Նայ, Ապա հա մեջը չես գրել, հասկացանք ու իրան բանը ատրիբուտի պես գրել է։ այ ապրես, ատրիբուտը։ Հա, հասկանում եմ։ Կլաս կարամ, տղեկ ջան, կոմպոնենտին կլասել կարամ տա։ Հա, այս հա դիգեն իրեն, պրոստը տարաբել ու բան չի կարելի գրել մեջը ու գրվում է խորթ է։ Հա, մի քիչ դրանալու։ Գուրգեն ջան, գիտես, այդ չի կարելի գրել է ng մոդել որ գրում էիր, точно էր, չէ՞։ Հա։ ng մոդել կարելի է գրել։ Կոմպոնենտի էլեմենտի վրա։ Ատրիբուտի ընտիր չի, որ ասես տարաբելով ինչ է։ Հա, այդ գրել Ես է գիտեմ, ծեզի բանի չէ, Գուրգեն ես ջան։ կպցնելու տեղ գրել։ Այս պրոստը բանը չէի տեսնում, ինչա։ ճոգել եմ ինչ ես ասում, հա։ Մեջը փոքր նշան չէի տեսել, որ այս կողմը է, ես Ինչ չի կարելի անել, տղեկ ջան, դա ոչ թե չի կարելի, այլ ձև կա հատուկ։ Կարամ անենց անեմ տիկ ջան, ըստ էից ինչ գրեմ, ըստեղ Գուրգեն ջան, հայտնվի էլի, բայց ձև կա դրան հատուկ։ Էլի, այսինքն էս չի, սովորական բան։ Սենց բան չեմ կարող անեմ, Վալոր ջան, էսի div չի քո համար, բան չի, էլի։ Այդտեղ մեջը չեմ կարող բերեմ գրեմ *1 խոսք։ Սենց բան գոյություն չունի, էլի։ Okay։ Չէ։ Եթե թազա բան չեմ փոխել, այդ պետք է չգրի, էլի։ Բան գրի մեջը։ Չգրի, բացեմ թող։ Գիրը։ Պետք է երևա, տղեկ, ինքը պետք է անտեսի տա։ Չի կարա Գուրգեն ջան, ինքը չպետք է ճանաչի։ Խնդիրը չի տալու, ես չի խնդիրը տալու կամ տրակելու։ Չէ, պրոստը անտեսի ասել։ Մի քիչ բան է, ոչ թե խորթ է։ Տղեկ Angular-ը ոտից գլուխ ձեր համար։ Նա սև մութ անտառալն է, խորթը ամեն ինչ հնելու, ամեն քայլն է խորթ հնելու։ Պետք է կամաց այդ խորթությանը հարազատանել։ Դե նայ, ռեդակտի գիտես որ։ Այստեղ բան չի լինելու, որ ասեմ գիտեք էլ։ Նա DS մտի, դու ոչ DS մտի։ Նա DS-ը ինչ ավելի լավ է։ Ստեղ նայ։ Import է նայ։ Հա։ Ստեղ կեդերով պետք է անես, առանց կեդ չի աշխատում։ Հին։ Բայց public-ը հա, Գուրգեն ջան, ինֆորմացիան շատ է։ Հասկացա, ես չեմ ասում ինֆորմացիան շատ է, որ գոնե մի պրինցիպով մի քիչ աշխատել։ Այդ որ կետ, պապի թերեն մտնելը, միտեղ գոնե էդի մի դեպի աշխատի։ Ճիշտ ես, կարող է դες օրինակ, չէ, ես ասեմ։ Հեշտ է, ես դու կեդերը դնում ես ինք հատիկ ասում է, այս մագարտերում կա ես պապկեկը, դու որ պապկեք։ Ես չեմ առարկում Գուրգեն ջան, իրականում ասացը, որտեղ կոպիտ ասես մենք սովորել ենք արդեն։ Դուք հələ կոպիտ ասած սառը աշկով եք նայում, էլի, հա։ Շատ աղբյուր, կաբուտ, նամուշկա, սպում ես ավտոմատանում, ընդեղ դիքը բարեկը հա, ավտոմատանում։ Էդի գիտես ոնց է, էսի գոնե մի տողով, մի պրինցիպով աշխատել, որ ավելի հեշտ է։ Սուբյեկտիվ կարծիք։ Չէ, ճիշտ ես ասում, ես նես չի ասում, քո ասածը սխալ է, այդ եմ ասում, մենք ենք սովորել արդեն մեր համար այդպես բաներ, ոնց յանի տենց էլ պետք է լիներ, հա, այնքան ենք մենք այդ ամեն ինչ արել, որ մեր համար դա արդեն հա ուրիշ ձև է կա վիճակն է, բայց դա ոչինչ, ձեր համար է ժամանակի ընթացքում կդառնա։ Տղեկ ջան, դժվար է համակերպվել այս ամեն ինչի հետ։ Բայց իրականում հետո կզգաք ինչքան հեշտ է։ Հիմա նայեք, տղեկ, լավ։ Դիտոգում քանի քայլ արեցինք, մենք այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Նախ, Վալեր ջան, արին հենց անենք, որ bottom-ն էլ նույն ձևի ընդունի։ Տիկ։ Որպեսզի bottom-ն էլ նույն ձևի ընդունի, կգամ էլի bottom-ի մեջ առանձին կասեմ։ Input ես, չէ՞։ Names ես։ Հիմա հասկացա, ինքը ոյ կա, ես ոչ չգրադա։ Ով է ոյ։ Չէ։ Զանգվածած string-ով, ճիշտ ես։ Չէ, որ բան չի դերադա։ Հա, այսին նայ Գուրգեն ջան, ոնց որ top-ներ ընդունում,
Ուզում եմ նենց անեմ, bottom-ն էլ ընդունի։ Եկեք top-ի այս 4-ը նույն ձևի տղեկ ջան։ Top-ի 4-ը տանեմ նաև bottom-ի մեջ գրեմ։ Հա, եկեք էսի գրեմ bottom-ի մեջ էլ, որ Այ տղեկ, մենակ հələ նայեք, հələ ուշադիր։ Բալեր ջան, նայ, top-ի մեջի UL-ը կա։ Բայց bottom-ինը չկա, դադար կա։ Խի, Գուրգեն ջան, քո bottom-ը այս պահին սպասում է եղբայր։ Ջիկ ջան, դու սպասում ես, այ չես փոխանցել։ Որտեղ header-ի մեջից դու պետք է ինֆորմացիան փոխանցես։ Բալեր ջան, քանի դու դեռ դա չես փոխանցել, այդ մարդը չի կարա նկարի։ Այսինքն նույն բանը պետք է bottom-ին էլ փոխանցել։ Տղեկ ջան, մեկը մյուսին չգիտի։ Հա? Կոպիտ ասած երեխեքը իրար չեն ճանաչ։ Կոպիտ ասած ոչ թե չեն ճանաչում, այլ իրանց այդ ներսի բաները չգիտեն։ Հացանովը գիտի իր երեխային խոսքը ինչ խարակտերի է, ինչա սիրում, ինչ չի սիրում, ինչա ընդունում, ինչ չի ընդունում։ Okay։ Տղեկ ջան, մի հատ էլ sense կարևորն է ասում։ Բալեր ջան, ուրեմն երեխեքի մեջ ուղիղ կապ, ոնց որ ծնողն ու երեխան են, չկա։ Հա, այս input-ը հասկացեք որպես port, հա, երեխուն այս port-ը։ Հա։ Որ մենակ դիտած կապը երեխեքը չեն կարող իրար բարել, իրար չեն ճանաչում։ Ոչ մի դեպի չեն կարող երեխեքին իրար բարել ճանաչել։ Ծնողի միջոց։ Հա, ծնողի միջոցով, որ Չունք է։ Ես գալու չեմ, հաղթի կա։ Այսինքն ըստեղ կոմպոնենտը կոմպոնենտին, Վալեր ջան, պլյամը չի կարա դիմի։ Հա, Գուրգեն ջան, եթե կոմպոնենտը Չէ, հեմին այ, որ դու input-ի service-ի մեջ չէ կամ մի ծնողի service-ի մեջ չէ կամ ինչ-որ ծնողի HTML-ի JavaScript-ի մեջ ինչ-որ փոփոխականից, որ ուզում ես երեխեքին ուղղել։ Okay։ Ծնողը կարա սարին ասում։ Այո։ Չես ինքու։ Իհարկե, այո։ Հեմի դու երեխեքից մեկ ունի փոփոխական, որը տալիս է ծնողին, ծնողն էլ դնում է որ այդ փոփոխականը ինչ-որ բանի վերագրի, այդ վերագրածը տա մյուս երեխուն։ Input-ի միջոց։ Դե դրա համար տես Գուրգեն ջան, այդ նշանակում է որ այդպես բարձ սցենար ասիր, չէ՞։ Դե պրի բանը։ Այդ նշանակում է որ դու Տեփոշկի մի քիչ այդ նշանակում է դու արդեն ստրուկտուրային սխալ ունես։ Հա, այսինքն նայ, եթե դու այտենց խնդրի առաջ ես կանգնել, որ այնի պետք է պինգ-պոնգի պես տա ծանողին, ծանողը նրան պետք է տա, ուրեմն դու ուտեմ մի բան փուստ ես տա։ Սխալ է սա արխիտեկտուրան գծել։ Անգլարը նենց է նախատեսել։ Անգլարը նենց է նախատեսել, որ դու այտենց խնդիր չպետք է ունենաս։ Համին այ, ծնողը տվավ երեխեքի։ Ինչ ես խնդիրը տենց դուց։ Հա, Դու ինչի պետք է տես դեպք ստեղծես, դու տենես պետք է անես Գուրգեն ջան, որ այտենց դեպքերից դու խուսափես։ Խնդրին ուրիշ կողմից մոտենաս։ Ո՞նց երեխուն բանտապա։ Ախպեր երեխան հետ ի՞նչ գործ ունի։ Դավերեցի դի հարցում ախպեր։ Երեխան հետ ի՞նչ գործ ունի։ Քո ասած տարբերակով սցենարով ես կարամ հասցնեմ տեղ, բայց միտք չկա։ Հա։ Դες պրակտիկորեն նայ, դες դու պրակտիկ դեպք ես ասում հա, լրիվ հնարավոր, դες դաժե sense ասեմ, տեսականորեն հնարավոր է այդ սաղ process-ը կազմակերպել, բայց նպատակային ու իմաստային չի։ Հա, աշխատանքի տեսանկյունից եմ ասում Գուրգեն ջան, արդեն այսինքն գործի մեջ չենք անում այդպես լավ sense ասեմ, հա։ Հասկանալի է։ Ու խոդվում ենք ամեն ձևով նմանատիպ սցենարներից, էլի, հա։ Օրինակ մի sense ասեմ, մի sense ասել եք պատկերացրեք։ Այս search-ի կոմպոնենտը, չէ՞։ Հələ լավ sense ասեմ, տղեկ։ Այս կոմպոնենտը, Վալեր ջան, էսի մի հատ ուրիշ կոմպոնենտ է, այս վերևին ուրիշ, չէ՞։ Ախպեր էս երկուսը իրար հետ ինչ ունեն կիսելու։ Էսի իր համար է աշխատում։ Չէ՞, Գուրգեն ջան։ Էսը իր համար է աշխատում, ախպեր, իրար հետ ինչ գործ ունի։ Ջան։ Այն մեջտեղին է, հա։ Ինչ մեջտեղ։ Դրա մեջ այս search-ի վերելը բան դրանց բանը։ Դե չգիտեմ ինչ Որսեր փոխի։ Դեռ չփոխի։ Էսի Ալբերիսը եմ նտել, կարող է դա։ Թե կապ չունի։ 100% ես այդ search-ի վերելը պետք է 3 հատ բան եմ։ Կարալի, հա, ես հիշում եմ ինչ եք, հա։ Այդ մասը ճիշտ, ինչ-որ ուրիշ բաներ է, Վալեր ջան, ինչ-որ մենտիկի պես բաներ է։ Այն մոտ է տես, չգիտեմ։ Այս հատվածում է, Վալեր։ Կարող է սխալ Ալբերիսը մտել։
Հեսա, տես Վայլբերից գոն ուրիշ է ճիշտ եկաս։ Ես հիշում էի հա այդ հատվածը։ Ահա, նայեք, դրեք։ Նա դե հաջող այս բաժնի վերաբերյալ։ Այս նկարից չի ճարվում։ Ինչ է ճարվում։ Այս սիկտակ բանից չեն բանջարում։ Այս սիկտակ գույնով բանից։ Հասկաց։ Նե։ Այդ խոսալը տերը մզում է մեծ ախտը։ Ոնց։ Դեք ջան, ըստեղ գույն կարող ընտրեք։ Եկեք դե ցույց տամ, որ Այսը սիկտակ ու սևով կարող է։ հա, Բայց այդ կոնկրետ այդ ձևին չեն կարող։ ձեր ոչինչ, գուրգեն ջան։ Հեսա որ ստեղ գրում ես օրինակ ոնց է շոփինգը ինչ է գրում։ Location-ի icon-ը, չէ՞ location։ Այստեղ սիկտակ։ Բայց ես ինձ վատ աշխատավ ախտրես վրա պոիսկ, ոնց է աշխատած չունի։ Բաջան։ Հա, պետք է լինի պրոստը։ Սովորականը որն է, Վալեր ջան։ Հա։ Դե հա, չէ, մի քիչ տարբերությամբ կարա լինի, էլի, ոնց որ այդ մտքով, էլի։ Մեկին մեկ նույնը չի լինի։ Մի րոպե տվեք երթա։ Եթե SVG-ին քաշել ես տիկ, քո public-ի մեջ է։ Կարաս փոխել։ Նայ։ Ահա, մի ես չգիտեմ ինչը քաշել, հավայի քաշել եմ, նայ։ Ահա։ Այ, գալիս ես, տիկ ջան, image-իս մեջ գցեմ։ Վալեր ջան, դու ինչ էիր հարցնում։ Դեսի բան չթու սխալ բան քաշ։ SVG բլի քաշի։ Ալես ախպեր ես անասուն բանից է, ռեդակտորից է։ Web Storm-ով որ բացեմ, հմիստե կարում ես փոխես փորնել, իստեղ կողքը կոդի պես բերում է։ Թեգերով է բերում, էլի ճիշտ ես, հա, թեգերով է բերում։ Այս SVG-ին, Գուրգեն ջան, ինքը թեգերով ֆորմատ է, չէ՞։ Թեգերով է հավաքում։ Դրա համար կարում ես գույն փոխես, էլի։ Հա ջան։ Սրա մեջ է։ Միշտ սպիտակ է, մեջ չսե։ Միշտ էլ սա սպիտակ է, չէ՞ ոչ մանգազում։ Ոչինչ, տանիք լավ է, դա icon-ների վրա շատ չեմ խորանա, դրա վրա ժամանակ մի կաց։ Նորմալ է, իմանամ։ Okay, տղեկ ջան, հմի, նայած եկեք եզրափակենք այս մասը, ու մի հատ ավելի հետաքրքիր բան եկա ստեղ, էլի, հենց սրա շարունակություն կա։ Որսի գալու է։ Նայ, տղեկ ջան, քանի որ արդեն լրիվ հասկացան, չէ՞, ինչ պրինցիպներով, իրեք պրաստոյ քայլ է, տղեկ, եկեք սենց։ Հայտարարեցինք կամ լյուբոյ փոփոխական որը որ ստեղ ունես։ Վալեր ջան, title կլինի, զանգված կլինի, թիվ կլինի։ Ապրես, կարևորը ծնող կոմպոնենտ լինի, որը որ օգտագործի իր child-երին նման ձևով։ Դեք, որպեսզի կարողանանք մենք ընդունենք, պետք է գնանք նշենք input ու տեսակը նշենք, Վալեր ջան, եթե նկատեցիր, ես այստեղ չկրեցի նորից մի զանգվածը, չէ՞ տիկ։ Ես այս հակառակ նշանով արեցի, այս շղթման նշանով։ Այս սրանով ինչ էինք ասում, հիշում ես։ Ասպես որ նախնական արժեք կարա չեն։ Վալեր ջան, այս վասկրեցած էլ նիզնական նշանակում է, որ կարաս նախնական։ Հարցականը ինտերֆեյսի մեջ օպշնալ է նշանակում, հա, ոչ պարտադիր։ Okay, տղեկ ջան, input-ի մասով հասկացանք, ծնողից ոնց են input փոխանցում կոմպոնենտին միանշանակ HTML-ի մեջից, տղեկ, ուրիշ տարբերակ է կա, նշեցի ես իս տարբերակ չկա, պրոստը ես դրա վաղտը չի։ Գուրգեն ջան, հիմա նայ, որպես օրինակ, երկու տեղն է UL-ները նկարել եմ, չէ՞ տղեկ։ Փորը խրացել եմ։ Ուրեմն նայ, կոնստրուկտորի մեջ կամ Վալեր ջան, after view init-ը ով էր։
տղեկ ջան, ուրեմն եկեք նորից հիշացնեմ, հա, implements։ Սա էս implement-ն ինձ կպատմի։ On changes, չկներեք։ Ուրեմն գիտենք հիշում ես էդի, հա։ Ուրեմն տղեկ ջան, մի հատ եկեք implement անենք on init-ից։ Բալեր ջան, after view init-ից, հիշում ես Google ջան, Չէ, կտակ գրել է on destroy-ն։ Այս on destroy։ Destroy-ը տղեկ քանդվել բառն է։ Հա, այդ բառը։ HTML-ը նկարել։ Հիմի նայեք, տղեկ ջան, հերթով դասավորել եմ։ Վալեր ջան, ըստ ճիշտ հերթականության դասավորեցի կոնստրուկտորին կներեք, մոռաց։ Տղեկ, այն ֆունկցիաները, որոնք որ դուք անձամբ չեք կանչում, իրանք ավտոմատ կանչվում են, դրանք կոչվում են magic function-ներ։ Գուրգեն ջան, այնց ստացվեց, որ կոնստրուկտորից բացի, այսինքն կոնստրուկտորը Վալեր ջան magic էր, չէ՞ համարվում։ Ինչ էր magic համարվում, որտեվ դու երբեք չես կանչի կոնստրուկտոր ֆունկցիան ինչ-որ միտեղ։ Կոնստրուկտորը հենց new է անում function-ը։ Ինքը արդեն աշխատում է։ Լավ կլասը կներեք function-ը։ On init-ը, Գուրգեն ջան, նույնպես հանդիսանում է ինքնականչվող ֆունկցիա, Վալեր ջան, on init, after view init եւ on destroy սրանք կլասների մեջ չկան sense բաներ, տղեկ։ Հա? Գուրգեն ջան, կլաս հասկացողության մեջ կա մենակ կոնստրուկտոր։ Այս on init, after view init, on destroy, այսի հորինել է Angular-ը, Գուրգեն ջան։ Հա? Սա Angular-ի հորինածներն է, որպեսզի տղեկ հիշենք, որ սրանք նես չանկամ բաներ է, implement են սարքել, որ հիշացնեն, որ եթե դու implement ես եղել, պարտադիր պետք է սարքես այս մեթոդից, որտեղ նայ Վալեր ջան, on init-ը որ ջնջեմ, մի error է տալու։ Ասել է, եղբայր, դու ասել ես, որ ունենալու ես, դու ինձ խոսք տվեցիր, բայց չեկար։ Հա? Դրա համար ինքը ստիպելու է, որ դու պարտադիր տղեկ ջան, on init-ից ունենաս։ Հիմա որպեսի, տղեկ, որպեսի հիշում եք, չէ՞ որ ասում ես on init-ից դուք եք արագ սարքեք։ Ինչ էր ինտերֆեյս չէր տղեկ սովորական։ Ինչի համար էր արվում սա։ Հիշում եք, որ ասում էի ծավակ ծրագրավորողը սարքում է ինտերֆեյսներ, որպեսզի թիմը չշեղվի հստակ կանոններից, որ բոլորը նորմալ ակուրատնի աշխատեն։ Հա, այս հիմնականում դրա համար էր արվում տղեկ։ Բայց եկեք դա ավելի շատ ընդհանուր գաղափարի համար է, ինձ պետք չէ որ դու դրանցից սարքեք, դրանք դուք գրեք, հա։ Հա, այնքան է հետաքրքիր Գուրգեն ջան, լսի գործիդ մեջ առանց սրա դու չես կարողանալու աշխատես։ Կարան խոսք տամ դու առանց դրա ոչ մի խնդիր գրեթե չես կարողանալու լուծել։ Չէ, իրոք տղեկ ջան, էսի նես բանա, որ React են անում, սրանով են անում, Angular են անում, սրանով են անում, Vue.js են անում, սրանով են անում։ Ամիսկի բեքի մեջ են սկսել օգտագործել։ Այդ զանգվածը դերնու էս գրելես, դիլապսի դրովի մեջնա, էսի գրել հարցի ինքով։ Երեխու մեջ է։ Հենց վերագրում անեցի, բղծում է։ Նգարեց այն պահը, որ for-ի պահը, COVID ասա, դուք նկարելի պահը դիգեմ ng ոչ ես ինչ հա մեջներ էր ապրելու 10 էր, հա, HTML նկարելու պահը։ Վերնեն են որ ջնջվա հասկացա։ Հետեր է ինչ-որ բան է, բայց ինչն է քեզի տալու անում ինչ է։ Ուրեմն նայ, Գուրգեն ջան։ Ոսոդի փոքրիկ իրեքա տարբեր ֆունկցիաներ են։ Լրիվ տարբեր ֆունկցիաներ են իրար հետ կապ չունեցող։ Իրեքա ֆունկցիա է, անուններն են ուրիշ բաներ, հետո պրոստը ժիզնի ցիկլ է դա։ Չէ, դու երբեք չես ունեցել այդպես հնարավորություն, Գուրգեն ջան։ Հա, այն իմանաս թե ինչ է կատարվում։ Այն տարբերությամբ, որ ինքը առանց կանչել չկանչում, ինքը աշխատելու է մենակ այդ։ Եթե քեզ պետք է։ Հա, եթե քեզ պետք է։ Ով է կանչում, Գուրգեն ջան, Angular-ն է դա փոխարեն կանչ։ Որ դու այդ time-out ջնու, ինչ-որ ֆունկցիա բերել, որ քեզ ինտեգրացնի, եկավ ասած, դե, էդիկ չես գրի։ Չէ, կապ չունի։
on init-ը Գուրգեն ջան, after init-ը եւ destroy օգնում են մեզ կողմնորոշվել կոդ գրելուց, ավժու գործի կոդ գրելուց ֆունկցիոնալություն սարքելուց։ Համին այ կլենտը քեզ հենց այդպես Գուրգեն ջան ասելա որ երբ որ կոմպոնենտը փակվի, ng-ով կամ ինչ-որ ձևով դու դրանից հետո ալերտով կամ ինչ-որ մի բան ցույց տուր։ Հիմա հարց Գուրգեն ջան, դու այդ ֆունկցիոնալությունը ո՞նց ես սարքել։ Դրանք երբ որ քլիկ Ինչ քլիկ։ Դու գնում ես ծանոթից ես հիմա հարցը լուծում։ Հա։ Բայց ինչի՞ եթե կոմպոնենտը դե ամեն ինչ հարցել ինքը իրանով կարող է անում։ Հա? Կոմպոնենտը ինքը իր մերն է, սկալ այդ ամեն ինչ անի շատ հեշտ ձևով։ Գուրգեն ջան, լուծում կարամ տալ ես, կանոն Angular-ը չօգտագործեմ JS-ով անեմ, բայց քանի գործիքակազմը կա, պետք է գործիքակազմը սովորել։ Չէ, այն հենց էտա, մի որոշ ժամանակ հետո կհասկանաս, որ էլի էլի մարդավար չէ։ Էնի անելու բան չէ, որ մենք ինք անում։ Համին այդ։ Պրոստը նա եւ իհա ինչ որ գործող կոմպոնենտի վրա քլիկ автомат նկարի վրա քլիկ խաչի վրա ինչ որ այդ բաները պետք է ջնջվի թազեն գրի դու այսինքն դե դու չասի դու ես ջենիցի կլորակա հա ինքը ցանցա դե եկը բա իրա կյանքի process-ները օքեյ հա հենց քլիկ եղավ վրա ինքը պետք է ջնջվի կորի չէ պրինցիպի Եմի բանեշտերի բան։ Նայ Գուրգեն ջան, ուրեմն մի հատ sense բան հիշացնեմ։ Եթե դու հանկարծ փորձես document get element by id-ով մի հատ էլեմենտ վերցնես JavaScript-ում, որը դեռ նկարված չի, ինչ error կտա։ Հա, error կտա։ Հա։ Դեք իմի իշմեք script-ը խինք միշտ body-ի տակ գրում։ հա։ Ինչ Որ երսով կարտալով որ հասցնի սաղ էլեմենտները նկարի, չէ՞, հետո նոր գնա քո JavaScript-ը աշխատի։ Դա։ Քանի որ այնտեղ մի էջանի էր, ու ամեն ինչ շատ պարզ էր, այնտեղ այտենց հասկացողություն չկար, որ կոմպոնենտը կարա բացվի, կարա փակվի ng-ով։ Հա, լիքը այտենց հարցեր չես ունեցել Google-ից։ Այնտեղ քեզի պրինցիպի բավարարում էր մենակ այն, որ դու script-ը կանեի դնել body-ի տակ։ Հա։ Angular-ում դա քեզ բավարար չի, ասեմ ինչ որտեղ քո կոմպոնենտները շատ դինամիկ ձևով կանոնորեն հայտնում են խառը, հա? Ու որպեսզի դու կարողանաս ճիշտ ղեկավարես այդ ցախ process-ները Գուրգեն ջան, ունենց առաջադրանք չստանաս որևէ տակից, որ դու դուրս չես գալու, դրա համար գալիս են օգնության մեզի այդ жизненные ցիկլները, որոնք որ կպատմեն կոմպոնենտի կյանքի մասին, օրինակ, եթե դու գիտես, որ կոմպոնենտը արդեն ծնվել է ու կլիենտը տենում է, էդի այդ վաղ նոր ինչ-որ օրինակ անիմացիա պետք է ցույց տաս։ Մի հատ կալորիկ պետք է գա կոմպոնենտ։ Բալեր ջան, պատկերացնում ես, չէ՞։ Մի հատ կալոր կոմպոնենտ պետք է գա, տվեք։ Հետո վրան տեքստ գրվի դանդաղ։ Գուրգեն ջան, տեքստը պետք է սկսի գրվել մենակ այն ժամանակ, երբ որ կալորը նկարվել բրծել։ Դե գնա լուծի։ Ինչ իմանաս, երբ այդ անտերը բրծավ նկարվել է։ Կոմպի տարածությունից կախված Գուրգեն ջան, հասարակ HTML-ի div-ը կարա նկարվի 20 միլիվայրկյանում, հա, մի հատ անկապ div ասել։ Իմ կոմպի վրա կարա նկարվի 0.1 միլիվայրկյան։ Հա, այսինքն տեսեք, տղեկ, process-ներ կա, որ դուք չեք կարող ախր այդքան բան հաշվի առնել։ Մենք ի վիճակի չենք նույնիսկ երբ։ Մեզի օգնություն ապրել։ Հա, հասարակ անիմացիայի օրինակն են բերում հիմա, հա, բայց շատ ավելի լուրջ ու պրակտիկ օրինակներ կարելի է բերել այստեղ էլ։ Պրոստը դեռ չեք առնչվել, չեք պատկերացնի ինչի մասին է խոսքը, հա։ Հիմա նայ, Գուրգեն ջան, քանի դու այս жизненные ցիկլները չօգտագործես, դու լիքը ինֆորմացիա չես ունենալու։ Դիկոն չի իմանալու անիմացիան երբ ցույց տա, վալերը չի իմանալու կոպիտ եմ ասում, այնտեղ բանը գույնը երբ սարքի թափանցիկից save խոսքի, հազարամի sense ապուշ բան ասեմ sense, էլ մոտավոր պատկերացնելով։ Այս ինֆորմացիայի պակաս։ Տղեկ ուրախացեք, ինչքան շատ ինֆորմացված լինեք, նույնիսկ կոդի մակար, նույնիսկ պրոյեկտի մակար։ Դες Angular-ը քեզ օգնում է որ ինֆորմացիա տալ այդ մարդը։ Այ մարդ պետք չի, մի օգտագործ։ Հա, Գուրգեն ջան։ Այսինքն ինքը ասում է ինքը ոչ չի ստիպում, Ջենջի։ Հա, չէ, միտքը չէ, ուզում եմ ասեմ, ոնց որ ինքը հենց էտա, ինքը չի ստիպում որ դու օգտագործես։ Ինքը ասում է, եղբայր, ես կարամ տամ այդ ինֆորմացիան, եթե քեզ պետքա, ու ասում է շատ հասարակ ձևով։ Ասում եմ, ոնց ասում ախպեր, ուղղակի իմպլեմենտ արա, Վալեր ջան։ Ու գրի այդ մեթոդը։ Եմի նա։ Հա ջան։ Սրա մեջը ng on-limit-ի ժամանակ Համին նայ, նա զանգվածը հայտնի է։ զանգվածը ունեմ, չէ, Գուրգեն ջան, ասել։ Դա մի արի
after VNT-ից հետո, այսինքն երբ որ սա նկարվել բրծել է, այդ պահից սկսած Գուրգեն ջան, set timeout աշխատացնում։ Հալեր ջան, ինչի ես ընտրեցի after VNT-ը։ Ասում եմ, եղբայր, մի հատ թող սա նկարվի, դիք ջան։ Հա? Սա նկարվի բրծնի եղբայր, կոպիտ եմ ասում, լավ, շենքի ավարտականից հետո ես ուզում եմ ուղիղ շենքի ավարտականը ստանալուց ուղիղ 1 տարի անց մաքրման աշխատանքներ կատարել։ Տղեկ ուղիղ 1 տարի անց, ուղիղ ժամ, րոպե, սեկունդի ճշտությամբ ուզում եմ էդի անում։ Տղեկ սա վեբ կայք է։ Ստեղ սեկունդի հարց է, միլիսեկունդի հարց է։ Մեզի միլի վայրկյանների ճշտություն է ստեղծվել։ Ու հիմա պատկերացրեք, որ ես շենքի ավարտականը ստանալուն պես, երբ որ սո ախպեր այդ մարդիկ թելը կդրին այդ կարմիր, Գուրգեն ջան, այդ կարմիր թելը կդրելու բան այս after VNT-ից։ Всё, կյանքը սկսավ դիք ջան։ Բրծել է, նկարում ամեն ինչ սիրուն է, պուպուշ է, մաքրած է, լվացած է, դրած է, ակուրատնի է եւ Օնինիցը տղեկ, գիտեք որ process-ն է, այն որ սա խառնված իրար բան են հավաքում, մաքրում, լվում։ Վալեր ջան, այսինքն օնինիցի ժամանակ քո կոմպոնենտը դեռ լիարժեք պատրաստ չի, եղբայր։ Ճամփին է, չեմ ասում նոր են սարքում, Գուրգեն ջան, բայց հələ չես կարող լրագրող կանչես գա նկարիչ ոգիր, այդ վիճակը չի։ Հա, սենց ինչ-որ կիսատ են հայ-հայա վիճակն է, այն որ չէ, այն որ հայ-հայա։ Կոնստրուկտորը, այ կոնստրուկտորը, այդ են ամենաառաջի ֆունդամենտի լապատկեն ախպեր, այն որ առաջ անգամ հողի մեջ լապատկա են խրում այդ։ Կոնստրուկտորը դա է, պատկերացինք, չէ՞ տղեկ մոտավոր։ Օնինիթը այն որ համարյա քելեք նա թաթարախի լվանք ծառերը տնգենք, որ հեսա պետք է ժողովուրդը գան, այդ վիճակն է, Վալեր ջան, NG after viewing-ից արդեն Всё, ախպեր, հյուրերը հավաքվել են, մարդիկ հավաքվել են, ախպեր, կարմիր լենտը կդրել են։ Այ, on destroy-ը չի շտախում պատմություն, նա չպատմել։ Դա շենքը բլցել նա։ Այդ կինոն չպատմել։ Հիմի, ես ուզում եմ, որ տղեկ ջան, set timeout-ից, հա, տղեկ ջան, հետ հաշվարկս, սկսվի NG after viewing-ից հետո, Գուրգեն ջան։ Շենքը պատրաստ լինելուց, Վալեր ջան, հետո թող այդ հաշվարկը սկսի։ Ասում եմ եղբայր, set timeout-ը թող 5 վայրկյան անցնի, զանգվածից մեջ թազա անուն եմ ուզում փուշեմ Գուրգեն ջան։ Հա? Գիտեմ եմ, դիսի օրիգինալ names-ի մեջ փուշ ենք անում, այս անտեղ թազա անուն ինչ-որ բանը, вообще կարող չի։ Գնացինք։ Վալեր ջան, երկու կոմպոնենտն է նկարել են, չէ՞ նույն ինֆորմացիան։ Տես։ Ես հենց գցեցի Գուրգեն ջան, հրնայ։ Նայ, դեմից այն էր ինչ որ նախնական տվել էի զանգվածից մեջ, երկուսի համար է նույնն է։ Տեք, լրիվ սինխրոն, հա, ոնց որ զույգերի պես sense ասել։ Մեկին մեկ երկուսի մոտ է էսի ավելացավ Վալեր ջան։ Ինչի շնորհիվ input-ի շնորհիվ։ Տղեկ ջան, input-ը մի անգամ չի վերցնում այդ ինֆորմացիան։ Գուրգեն ջան, input-ը նաև հոգում այն մասին, որ յուրաքանչյուր փոփոխություն ինքը միանգամից նկարելու։ Հիմի հարց, ես ձեր փոխարեն այդ հարցը կտայի։ Հիմա ստեղ աշխատես JavaScript-ի զանգվածների կախվածությունը, Վալեր ջան, թե input-ին։ Ասեմ, Գուրգեն ջան, հենց իմին ստեղ աշխատել է զանգվածների ռեֆերենսով լինել։ Ես էլ չի դառնալ, ասեի։ Գիտես ինչի։ Պրինցիպը հեշտ է, հեսա ասեմ։ Ասեմ, դիք ջան, որտեղ input-ը չփոխվա։ Զանգվածիդ կլուչը փոխվա։ Չէ։ Նույն զանգվածի մասին է, չէ՞ խոսքը դիք։ Ուրեմն input-ը չի փոխվում։ Չէ՞։ Հիմա նայ կոպիտ եմ ասում, հիմա Վալեր ջան, այս input-ը ինչ էր։ Ես կոպիտ ասած եկեք համարենք բանն եմ, այս շենքի դեմի նստող տատին եմ, ես եմ այդ բալիկները տալի ախպեր ժողովուրդ։ Հիմա ախպերս սաղովի հերթով գալիս եք բանալի ստանալու, սաղիդ բանալին տալիս եմ ձեր տաներին։ Տղեկ, եթե ձեր տան բանալին չի փոխվել։ Ես ինչի պետք է ձեր input-ը նորից աշխատի։ Բայց հա, բայց որ օրինակ դեռ որ names-ը այդտեղ names-ով եղավ, չէ՞։ Հայո։ Մեր անունը, որ մեկի մեջ է բան, այնտեղ որ 5 վայրկյան հետո պետք է push-ել։ Մեկը names-ով push-ել դիտա։ Օպա, չէ, կներես, այնտեղ DC-կետ օրիգինալ է, այսինքն ինչը որ կար։ Ահա։ Որ push արեցի այդ բանը։ Այո, էսի header component-ը։ Հա։ Թող նատեքս է թարմանում։ Նու ունդեղ են մի ժամ, մի բաններ։ Հասկացա, մի 10 վայրկյան։ Նատեր ուրիշ վերաբերում է ունի, որ օրիգինալ զանգվածը հավասար է, նա ուրիշ բանի։ Հա։ Նու, էլի MC-պես, բայց որ բան չեմ էլի։ Որ օրիգինալ զանգվածը երկուսի է հավասար, հա, ասենք ասեմ։ Հա։ Որ էլի փոշան է, այդ վաղտա բանալիները փոխում։
Չէ, բանալին այդ դեպքում չի փոխվել։ Ինչի պետք է բանալի փոխվի։ Տղեկ բանալին մենակ փոխվում, մենակ մի պարագայում կգնջ, երբ որ վերագրվում այս անտերին նոր զանգված։ Այլ ոչ մի պարագայում եւ դրա մասն է խոսքը, որ վերագրես ուրիշ անունով զանգված։ Եթե ես էդի անեմ Գուրգեն ջան, ծնող կոմպոնենտի մեջից, երկուսի մոտ էլ կվերագրվի նոր զանգված, երկուսի մոտ էլ թազա քեյ կլի, ինփութը երկրորդ անգամ կաշխատի։ Բայց Վալեր ջան, եթե դու հանկարծ փորձես գնաս Գուրգեն ջան, քո bottom-ի մեջից ինչ որ ժամանակ հետո վերագրես նոր զանգված, Էդի դու ուղղակի քո կոմպոնենտի մեջ, մենակ քո կոմպոնենտի մեջ ունենաս թազա զանգված։ Սեմ թեկա կախվես քո այդ կոմպոնենտի մեջ կատարվող process-ի։ Ծնողը չի փոխել։ Այդ նույնը Գուրգեն ջան, կան ես քեզի բանալին տամ, ասեմ եղբայր, հեսա քո տամ բանալին, դու հետո քո համար թազա բանալի սարքես։ Եկին է սարքի։ Չէ՞։ Պարզա, չէ՞ արդեն պրինցիպը տղեկ։ Այսինքն այդ նույնն է, ոնց որ եղբայր դու ինձ կոպիտ եմ ասում, նվեր ժամ ուզես, ես այդ ժամը բերեմ տամ քեզի նվեր, ախպեր, կոպիտ եմ ասում, շապրտես ենքում ախպեր, եթաս քեզի թազնա։ Ես կապ չունեմ, չէ՞ դրա հետ, դիք ջան։ Էդի դու քո կոմպոնենտի մեջ գնացիր սա բարի տվիր։ Այլ ուրեմն դու ինքդ չպետք է սպասեիր։ Եթե կոպիտ եմ ասում, եթե դու տենց ինքնիշխան ես որպես կոմպոնենտ, դասից զանգված սելֆի ես սպասում։ Հա? Տես էդ էլ արդեն գաղափարապես է հակասում, բայց հնարավոր է։ Հիմա տղեկ ջան, ինչ ստացվեց։ Այս դեպքում տիկ մենք իտոգին եկանք, որ աշխատեց այստեղ զանգվածների կախվածությունը, ճիշտ է։ Վալեր ջան, լավ, այս input-ը երբ է աշխատելու երկրորդ անգամ։ Հեսա մի հատ ուրիշ բան կա, սիրուն ցույց կտամ, էլի։ Հիմա նայ, տղեկ ախ որպես մի հատ լենզի ճիշտ ասեք։ Այս life cycle-ները հասկացաք, իրոք այս жизненный ցիկլները։ Ահա։ Ժամանակի ընթացքում տղեկ ջան, կիրառությունը ավելի խորը կհասկանաք, հա։ Խնդիրներ լուծելուց է իր մենակ պիտաներությունը պետք է լինի։ Okay, կարևորը դուք ինձ ասեք, որ պրինցիպը ջոգել եք իմաստային տենց, որը որի համար է, հա, որը որի համար է։ Չեմ ասում ավելի բան։ Հա։ Ինչ է նորմալ։ Մեկ էլ Վալեր ջան, դու ջոգել ես, թե ինչ անում։ Ահա։ Հիմի տղեկ ջան, հաջորդ բանը այն էր, որ հասկանայիք իմ համար կարևոր է input հասկացողությունն է, տղեկ ջան, input-ը դե արդեն էլ է, ես էլ հասկացեմ, բայց հիմա եկեք հասկանանք, այս input-ը երկրորդ անգամ, այս որ push արեցի տիկ, այս input-ը երկրորդ անգամ չաշխատավ։ Այդ տրուբով տղեկ մի անգամ եմ բանալի գցել։ Վալեր ջան, պատկերացնում եք, չէ, header-ը մեծ բանն է, բակներ։ Ու տրուբեքով կպած էր նրանց։ Process-ը կինի, որոնց բան գցես միջը, այս է։ Չէ, հակառակը հենց չենք դիտարկելու, ինչ։ Հակառակը աջա։ Ուրեմն որ հակառակը չէ։ Չէ, չենք ասում, հակառակը մորալն է։ Input-ը վաղ դարձնում է, որ դերես գցես։ Չէ, նայ, որպեսզի համոզվենք, որ աշխատում է տղեկ ջան, JavaScript-ի զանգվածի էֆեկտը, չէ, մենք երկու հատ էֆեկտի մասին ենք խոսում, տղեկ ջան։ Զստեղ Վալեր ջան, աշխատել է զանգվածի այդ ռեֆերենս, այդ հղումային լինելու, տիկ ջան, հղումային լինելու կայքն է աշխատել։ Ըստ իս բան եմ գցեմ էջը զանգվածի, այնտեղ, քանի որ էլի նույն ռեսուրսից էր օգտվում, Վալեր ջան, չէ, նույն պատվալից են սա օգտվում։ Սաղի մոտ update եղավ։ Ну Angular-ը տղեկ ջան, այս սրան ելամ բան եղավ, կողմնակից ու աջակից եղավ, որ այդ փոփոխությունը մի անգամից հասկանայինք, հա? Նեշի սովորական JavaScript-ով զանգվածի մեջ բան էինք փուշում, այդ մենք տենում ենք HTML-ում փոխվել է, չէ՞, դες բան չկա։ Էսի Angular-ն է տակից անում։ Հիմի բայց որպեսզի վստահ լինենք, Գուրգեն ջան, գնում ենք top component-ի մեջ։ Վրոձի նայեմ, ես Վալեր ջան, այս top component-ը ուղղակի посредник component է, հա? Top component-ի կոնստրուկտորի մեջ, հայ, ահա, տես կոնստրուկտորի մեջ Գուրգեն ջան։ Հիմա եթե ես գնամ գրեմ console log names, հիմա ասում ես ինչներից է պետք, չէ՞։ Հիմա նայ։ Life cycle-ի հետ, տղեկ, հենց հիմա life cycle-ի չոտկի օրինակ եմ ձեզ բերում։ Երբ է պետք։ Վալեր ջան, ինձ պետք է, հա, ես կլիենտն եմ, քեզի ասել եմ եղբայր, հենց top component-ը ծնվի, Վալեր ջան։ Ուզում եմ, որ այդ input-ով input եղած name-երի մեջ ինքը ավելացնի իրան։ Գուրգեն ջան, կոպիտ ասած DC names-ի մեջ պետք է push անեմ իմ սեփականը։ Հա? Իմը։ Խոսքի իմը top-ի մեջից, հա? Այսինքն մոտ տեքստ եմ ուզում, ճապաստեմ զանգվածի մեջ։ Error։ Անդեր այն բանը չկա։ Ասում այ ախպեր, դու խաթը չես։ Ասում շենքը հələ չսարքված։
զանգվածի, ասում եմ, այ ախպեր, input-ը չեմ կարա, ես ասում եմ, չգիտեմ input։ Ես գիտես ոնց որ ինչա։ Հələ շենքը չսարքած, ուզում ես լիֆտի կնոպկին կանչես։ Այսինքն պետք է Պետք է սպասես, Գուրգեն ջան։ Գոնե, հələ արի տեսք փորձենք։ Հա, համին այ, տղեկ, պապիտ կաննելով էցում ենք։ Implement եմ անում, on-init-ը, Վալեր ջան, on-init-ը եմ սարքվելու process-ներ, ճիշտ է։ Գնանք տենանք գոնե այս on-init-ի մեջ, եղբայր, այս input-ը հասանելի է Վալեր ջան, թե հələ չէ։ Այ, գնացի։ Այ, աշխատեց։ Հա, այսինքն տես արդեն Գուրգեն ջան, on-init-ի ընթացքում այս անտերը հասանելի է։ Եթե այս life cycle-ը չլներ, ասեմ ոնց էիր լուծելու։ Մի հատ set timeout էիր գրելու, ըստ է Գուրգեն ջան։ Ու Աստծով ապրիր։ Գիտես թե եմ ասում Աստծո։ Որտեվ նայած կոմպի հզորության կարող լրիվ տարբեր ձև դրսևորվել։ Մեկի մոտ error գցել, մյուսի մոտ չգցել։ Պատկերացրինք, չէ՞, տղեկ ինչի մասին է խոսքը։ Այս դեպքում всё ախպեր է, սյանգլար էս հարցը լուծել է։ Հա։ Անդե վերագրեցի, եկածքեր on-init-ը responsible աշխատում։ Ահա։ Իսկ կետներն հասանելի է on-init-ի մեջ։ Ահա։ Մի որ on-init-ի մեջ ինչ-որ գործողություն կատարես, պրոբլեմ չկա։ Այս դեպքում Հետո on-init-ից որ իրանը դա after view-init։ virtual-init, դրա մեջն է Դրա մեջ արդեն любой էլեմենտ կարա մետամ get էլեմենտով բեկալ եմ Գուրգեն ջան։ Մինչև այդ չէի կարա։ On-init-ի մեջ, Վալեր ջան, on-init-ի մեջ, նա ինչ եմ ասում։ Դու կարայի պրոստը տեսնել կա, թե չի։ Խոսքի կարայի նասակի ստուգելով անել, բայց վստահ չես կարալնես, որ կա։ Որտեղ Գուրգեն ջան, համին այ, շենքի կառուցման ընթացքում։ Մարդ ես կարող է միամիտ գնաս տենաս երկրորդ հարգը սարքել են, քոնը երկրորդ հարգը։ Նորմալ սարքած չլինեն, համի։ Չէ, Տես, այս on-init-ի մասնախոսքը։ հա։ Նկարը պետք չի։ Okay, on-init ինչ է դու ասում։ Համի որ դրա մեջ падալի DC կետներն հասանելի։ Ինքը արդեն չեմ կարա ասեմ, Գուրգեն ջան։ Էս էլ է 50-50 Աբե։ error-ի պահը։ Հա։ Ոնց որ բան, ով ասած, եթե թարմատը вообще անուսալի է, ես էլ կիսատ անուսալի է։ Այդպես տեսիկ հասած հետ կբերի քելի պետք է։ Որ ինչ կանի, չի էսի հարցական։ Հնարավոր error-ի հարցը, բայց ավելի քիչ հավանական է error։ Մենակ մի հատ բան կա Գուրգեն ջան, որի վաղ դու կարաս վստահ լինես, որ այդ համբալը հաստատ եկա։ Հա, ինքնդ եկա։ Հա, դու կամա։ Մի հատ life cycle կա, որ ձեզի չեմ ասել Գուրգեն ջան։ Սա ստանում եմ կամաց դրան, որ այս բանը ասեմ life cycle։ Անեսի շատ է։ Բաները։ Այդ life cycle-ը կապված հենց input-ների համար է նախատեսել։ Հա? Համին այ Վալեր ջան։ Դու ինչև ես բանը։ Դու բան չեք ունեցել տղեկ ջան, ինչև է տենց հնարավորություն չենք ունեցել life cycle-ը տենց, որ իմանանք թե ինչա կատարում, հա? Նայ, on-init-ը քանի անգամ աշխատում մի։ Վալեր ջան, կոնստրուկտորը քանի անգամ աշխատում մի։ Գուրգեն ջան, destroy-ը մի անգամ է աշխատում, after view-init-ը մի անգամ է, շենքի բացում 8 անգամ չես անում։ Դե այդքան էդի շուտ դի խմացալիս է։ Համին այ։ Համի տեսեք տղեկ ջան, ուրեմն այդ ամեն ինչին զուգընթաց ունենք նաև on changes։ Այ ասում ենք փոփոխության ընթացքում։ ng այդպես պետք չի գրել։ Պետք է Գուրգեն ջան, ֆունկցիայի անունը հա։ Ֆունկցիայի անունը հա։ Այնտեղ Import անելուց on changes-ա պրոստ։ import չի։ Implement-ի բա։ On change։ Չանգից է։ Ամիսիկ ինչա, ասիկ ինչն է։ Ներմն նայեք։ Արդեն ծնվել է, նի մեգալ, նի մերել է, ասիկ որ։ Էսի հետևում է քո դրսից ստացվող ինֆորմացիաներին։ Նայեք, Գուրգեն ջան։ Թվա թե փոքր։ Չէ, true-false-ի հարցը չի, հեսա լսեք բացած։ Դա չկա։ Նայեք, ուրեմն Գուրգեն ջան, երբ որ դու բանկային հավելված եք հատկի, նայես, քեզ ամեն անգամ քո կոպիտ ասած քարտի մուտք ելնելու դեպքում SMS-ը գա։ Հա։ Շատ է երկում են համարը։
Հա, փոփոխության, հա, ճիշտ է, բայց Մասնազգում է դա մուտքի գալի։ ճիշտ է, դրա համար արի այս օրինակը նայենք մենակ այն տեսանկյունից, որ մենակ մուտքերն է գալու։ Լավն է, էլի, բարին։ Բարին է, գայնատես։ Ուրեմն մենակ մուտք ունենք, տղեկ ջան, ու այդ մուտքի ժամանակ, այս on changes-ը ծնվում է։ Այսինքն հենց դասից քեզի ինֆորմացիա է գալի, ծնվում է այս ֆունկցիան։ Հերիքա Գուրգեն ջան, հերիքա դու implement անես։ Ու on changes-ին հետևես։ Changes, simple changes։ Ոնց էր event-ը, ոնց էր, չէ՞ դա։ Շավասկը սպաս։ Բայց դու կնի changes։ Արի կոնսոլ անը։ Չէ։ Հաջա։ Ինչ է իրանից ներկայացնում։ Event-ը ինչ էր։ Օբյեկտ էր, որի մեջ լիքը ինֆորմացիա կա։ Այդ եմ ասում։ Ասես մի բան։ Ինտերֆեյս ունի, չունի, բան։ Էս իր Angular-ի ինտերֆեյսն է, հա, Գուրգեն ջան։ Ամեն ինչ կա հասկանում։ Ահա։ Իր մեջը ինչ ասես կա գրել, այդ օբյեկտի մեջ։ Ոչ այդքան, բայց հա։ Այնտեղ որ կա մոդելը չէ։ Նայ։ Գուրգեն ջան, քանի որ քո input-ները մեկը չեն, կարան լիքը լինեն։ Օրինակ, նայ, Վալեր ջան, Գուրգենը կարա input սպասի երկու հատ։ Մեկը names, մեկը title խոսի։ Ինչ սպասում ես, այդքան գրել։ Հա, հատ։ Հիմա արի նայ, արի այդ օրինակը լիարժեք գրենք Գուրգեն ջան։ Ուրեմն, original names-ը տիկ ջան փոխանցել ենք, մի հատ է արի, էս ինչա, title parent, հեսա։ Իդեալական է։ Title parent։ Տղեկ ջան, գնում եմ header-ի մեջից, ում էի տվե ախպերալը։ Թու top-ին տվի տղեկ title-ը, հա։ Ուրեմն գնամ header-ի մեջից, top-ին փոխանցեմ երկրորդ input-ը։ Title անունով։ Տվել եմ։ Տես։ Հա? Հիմա տեսեք, տղեկ ջան, իմ top-ը երկու հատ է բան սպասում, դասից մեկը name, մեկը title։ Console log changes-ը տենում ենք։ Գնաց։ Ոնց անեմ, որ չխառնեք բաները մի վարքյան, այս եկեք ջնջեմ գադանեմ, տղեկ ջան։ Հա։ Այ, այս ինչ է եկե։ Տղեկ, նայեք։ Էսի գիտեք ինչն է։ Էսի էս, որ ասում է event-ի պես բանը։ Վալեր ջան, էս event-ի մեջ, հա, էս իրադարձության, էս օբյեկտի մեջ գալիս ամենակեն ինֆորմացիան, Գուրգեն ջան, որի մասով ինչ-որ բան է փոխվել։ Հեսա սրանց մանրամասն ավելի կծանոթացնեմ, հələ մինչև այդ։ Եկեք սենց անենք։ Ջան։ Էդ է իմ event-ը։ Ահա, ուզում ես անունը փոխեմ։ Շարքեմ event։ Event, բան, իմոնք, հա, մերոնք։ Հա, Հմինա սովորի։ Հա, ուզում ես գրել եմ իմոնք։ Դասի դիք չեք դե, այնտեղ name չէ, անունը։ Ջան։ Այնտեղ name։ Հա։ Ստեղ դու պարամետրի դու այստեղ ես հասկանում, որ ֆունկցիա պարամետր է սպասում, ինչ ուզես կդրել։ Վարտան անիվանալի դիլանում։ Հիմա կոնսոլը name-ը դու պարամետրը քես կոնսոլը։ Հա, նայ։ Այդ բանն է։ Նայ, Գուրգեն ջան, ուրեմն քանի որ դու կարաս ունենաս մեկ եւ ավելի input-ներ, ինքը օբյեկտ է քեզ տալու։ Որտեւ ասում է եղբայր, կարող է դու միանգամից երկու հատ պասիլկա ես ստացի։ Ամեն այ high post-ից որ abrank ստանաս, հա, ինքը մի նես չի հաթաթ ալ գալու առաքիչը։ Գնես, այնտեղ այդ օբյեկտի մեջ ինքը պետք է ունենա k, որ այս օբյեկտը Աբրես պահի մեջ է, մի հատ է k, որ այս բանը պահի մեջ է, աբրես մի նայում ենք օբյեկտին, ախ, նա title, նա names Google ջան։ Դա երկուսի մասին է քեզ ինֆորմացիա տվեց։ Շատ ճիշտ է։ Հատով լինի, Համի նայ։ name-ը։ Այ աբրես։ Ուրեմն ինչ ենք անում։ Գուրգեն ջան, արի title-ը դեմուս չտան։ Title parent-ը բան կլինի, string կլինի, sense to sense էլի։ Չէ, ասած։ Բանը ցարս տվի տակ այսպես։ Դա ասում եմ string պետք է լինի, Վալեր ջան, բայց դեռ չէ։ Գուրգեն ջան, արի ես set timeout-ի հետ, ամ զանգվածի մեջ բան push կանեմ։ Ամ էլ DC title parent-ի title կտամ։ Կարևոր չի, հա։ Այսինքն տղեկ մի 5 վայրկյան հետո նոր, ահա։ Տեսի նայ, ահա, ուշադիր նայ։ Հա, լավ կներեք տղեկ, տես
Դեմից ասում ախպեր դու title-ը մեկա փոխանցել ես, ասում եմ ինչ եմ փոխանցել, ասում եմ չգիտեմ undefined էր։ Չէ՞։ Տիկ ջան, երբ որ փոփոխականը չէ, նայ Գուրգեն ջան, էսի նույնն է որ ես գրեմ JavaScript-երել let title parent, էսի զուտ հիշացնում եմ ձեզ։ Ու արժեք չտաս։ Всё, այդ նույն բանն է, հա։ Դրա համար էլ այն մարդը, երբ որ change-ը տպեց, ասում է եղբայր, դսից քեզ դատարկ յաշիկ են ուղարկել։ Նայ առաջինը չկա չէ երկրորդ console log-ը։ Names-ի ու title-ի մասին է խոսքը, ստե ասում է title-ը undefined է։ Դեք 5 վայրկյան հետո եկավ ուրիշ օբյեկտ։ Գիտես որ ֆունկցիան աշխատեց տիկ ջան, էլի չէ նույնս։ Ասում է մենակ title-ն է փոխվել, ասում եմ ինչա փոխվել, եղբայր, ասում է այն ժամանակ եղել է undefined, հիմի էսա։ Ինքը երկու հատ իստորիա էլ է պահում։ Ասում է օրինակ ձեր բալանսը եղել էր այսքան, հիմա այսքան է։ Որտեվ Գուրգեն ջան կարող է պայման ես ուզում ստուգել։ Ասում ես եթե փոփոխություն չի եղել, խոսքի։ Ասում ես եթե փոփոխություն չի եղել, ուրեմն սենց է։ Վալեր ջան, այս քո on changes ֆունկցիան ուր էր թու վրա։ Մի անգամ չի աշխատում։ Միակ ձեր իմացած միակ life cycle-ն է, որ աշխատում է մի քանի անգամ։ Ու կախված թե ինչ փոփոխություն կլինի։ Ինքը ինչքան դսից բան փոխեց Գուրգեն ջան։ Նայ, title-ը 5 վայրկյան հետո տվիր, էլի, հա։ Title-ը դնենք մեկում setting-ը Εμείς ամեն լրացնելուց պրինցիպի։ Էլի input-ի վրա ես գնում Գուրգեն։ Չէ։ Բասա։ Ամեն զանգվածի մեջ է, ամեն ինչ-որ գործողություն կատարելուց հետո փոխվում է ինչ-որ բան։ Վայրկյանը մեջ պլյուս անում, դա։ Հա։ Զանգվածի մեջ բան ավելանում, թե թիվը փոխվում է, տարա գումարվում։ Միանշանակ, Գուրգեն ջան, միանշանակ։ Իրական բան է, պրինցիպի զանգվածի մեջ նա ստելին ունես, նա թիվ ունես, որ ինչ-որ բան է։ Ամեն անգամ 10 վայրկյանը մեջ պլյուս 1 անում, պլյուս 1 տարանում, ինչ-որ գործողություն է կատարվում։ Փոխվում է արժեքները։ Այդ զանգվածի միջի եւ ազատի արժեքները։ Ինքը ամեն անգամ այդում ռում նայում այդ ֆունկցիան աշխատում։ Մի վայրկյան մեկը ազգում։ Իր համար вообще ցկած Գուրգեն ջան, ինքը հենց փոփոխություն տեսավ, նայ, իր առաքելությունը փոփոխության մասին տեղյակ պահելն է։ Գուրգեն ջան, թե բալանսից ծրամբողջ 1 դրամա դուրս գալի թե ինչքան, ինքը պարտավոր է տեղյակ պահել։ Հա? Տես թե քո համար դա կարևոր է, տես դու հիմա ինչի վրա ես շեշտը դնում, որ կարևոր ոչ անկարևոր կամ ստից change, չէ։ Իր համար ստից ու անստից չկա։ Մենք բաներ Հեմինը պրինցիպի։ Գուրգեն ջան, այս կոդը գրողը, ըստեղի ֆունկցիայի կոդը գրողը դու ես, եղբայր։ Ինչ ուզում ես գրի, հա? Ինչ սահմանափակ count հաշվարկ կարաս տնես, counter տնես։ Count-ի պատճառ, որ հիմա այդ փոխերներ մտնելու բանն եմ ասում։ Եթե փոխերները եղավ 10,000 դրամ, նոր console log-ա պրինցիպի։ Okay, լրիվ հասկացել եմ։ Կներես հələ այդ օրինակը պայմ մտքիդ մեջ մի հատ բան եմ ասում տղեկ ջան նոր։ Հա? Եկեք title-ի մասին հələ մոռացեք, հա? Հիշում ենք մեր զանգվածը։ Տղեկ ջան, զանգվածի մեջ 5 վայրկյան հետո բան էի, չէ՞ փուշում Վալեր ջան։ Տղեկ, եթե ուշադիր լինեք, իմ ալա այն console log-ը ընդից փակել եմ, տղեկ։ Բացեմ եմ։ Տղեկ ջան, նայեք, երբ որ զանգվածի մեջ բան եմ փուշում, նայ, ես ավելանում եմ։ Արա ախպեր on changes-ի վեճը չի։ Խի Գուրգեն ջան։ Զանգվածի էֆեկտը։ Վալեր ջան, այս մարդը ասում է եղբայր ինչ change-ի մասին է խոսքը, ասում է պատվալում թե մեկը գնաց ինչ դրեց, հանեց, բեկալեց, ասում է եղբայր ես դրա պատասխանատուն չեմ։ Ես ասում եմ Վալեր ջան, կարամ քեզի այդ փոփոխության մասին on changes-ս աշխատացնեմ։ Մենակ այն պարագայում եղբայր, երբ որ բանալի փոխվի։ Ուրիշ զանգված տան Գուրգեն ջան։ Այսինքն դրա մեջ որ դրենք Հավասար է մեկ այլ զանգված։ Հավասար է Պողոսյան։ Ամենից նայ, որ հիմի գրեմ օրիգինալ names-ը։ Նայ դիք ինչ եմ անում։ Ուրեմն այս ամբողջ զանգվածը վերագրում եմ մեկ ուրիշ զանգվածով Վալեր ջան։ Սա ուրիշ զանգված է, չէ՞ Վալեր արդեն։ Всё այն մարդը on change-ից աշխատացնելու է Գուրգեն ջան։ Որտեվ արդեն ըստեղ քո JavaScript-ի կայֆերը չի աշխատի, ասում եմ ձեր քաղքիչ դուշք եք ըստեղ էլ չի ասի։ Հիմա նայ 5 վայրկյան հետո նորից տես երկրորդ անգամ աշխատեց։ Հաջան։
որ մեկը։ Նայ մի չկա, կներես։ Հեսա մի քիչ հետո թազա կոնսոլ լոգա գալի, ասում եմ name-ը փոխվեց։ Ալ ասում եմ այ հարգելիս։ Ջան։ Այ ապրես, հենց դա փոխվել։ Ու նա ինչ ասում։ Հələ նա ինչ Էս են warning-ները, այս տուֆտաբաները։ Նայ, Գուրգեն ջան, այնքան խելացի է, որ ասում է եղբայր, առաջ էս զանգվածներ։ Հիմա սա է։ Նայ, previous ու current, հա? Այսինքն նախորդ եւ այս պահի ներկա։ Սև է եւ սպիտակն է։ Ու բանը, քաղաքական բանը, էլի ինֆորմացիա է տալի։ Հիմա նա ինչա կատարում Գուրգեն ջան։ Այս մարդը ասում է եղբայր, եթե զանգվածին K-չի փոխվել, Բալեր ջան, օբյեկտին K-չի փոխվել։ Ասում է եղբայր, ես այդ ֆունկցիան չեմ աշխատացնել։ Ասում է տեքստ փոխվի, տեքստ փոխանցածել ես, տեքստը պրիմիտիվների դեպքում միանգամից աշխատում է։ Երբ աշխատելու Գուրգեն ջան զանգվածների օբյեկտների դեպքում, երբ որ նոր վերագրում լինի։ Okay, Բալեր ջան։ Օբյեկտի համար գերի չէ նոր ասած դեպի չես հա մի նոր հեսա գալիս եմ դրա նա դարի ուրիշ օրինակ է տղեկ զանգված ու պրիմիտիվի նուրբ кейսը պատկերացրինք չէ նուրբ դեպք օքեյ հիմա գնում ենք Գուրգենի ասածը գրենք տղեկ ջան պրիմիտիվի համար ինքը ամեն թեթև փոփոխության ժամանակ աշխատում է թեթև փոփոխություն Բարդ փոփոխականների փոփոխության Ինչով թազա վերագրում չլինի չէ։ Մենակ բանալիների Որպեսի Գուրգեն ջան, որպեսի հեշտ հիշես, տիկ ջան, որպեսի Բալեր ջան, լսում ես, այս որպեսի հեշտ հիշեք տղեկ, յուրաքանչյուր վերագրման դեպքում հիշեք, որ այս անտեր ունչեջից աշխատել։ Կետ փուշի դեպքում հավասար նշանը ոչ մի տեղ չկա, չէ տղեկ։ Չես գրում ինչ որ բանը հավասար է։ Տղեկ ջան, եթե դուք պրիմիտիվն ու բարձը հələ մոռացեք դրեք մի կողմ։ Եթե դու չես գրել տղեկ, որ քո փոփոխականը հավասար է նոր արժեքի, on-change-ը չի աշխատում։ Ամենապարզ հիշելու ձևը։ Ես դա ինչ եմ, ես ուղղակի բացատրում եմ ձեզ, որ ավելի տակից խորը պատկերացնեք, բայց հիշելու համար ավելի հեշտ է տղեկ ջան, հիշել։ Եթե վերագրում եղավ, on-change-ը աշխատելու։ Հավասարման նշան գրած չի աշխատելու երբեք։ Նոր բանացել է վերագրում ես հիշում որ դի վերագրում անես դա ոչ թե հավասար Ահա Համին նայեք տղեկ ջան մի հատ էլ արդեն գնանք կամաց Գուրգենի ասածին set ինտերվալը ինչ էր անում որոշ ժամանակը մեկ սկսում էր աշխատել չէ Գուրգեն ջան հենց եմ արել որ 5 վայրկյանը 1 title-ը փոխվի ու մենք Բալեր ջան տենանք ոնց է այդ on change-ը ծնկծնգում Էսի 1 Էսա 5 վայրկյան հետո էլի է ծնգալու Էսի 2 Քարտի փողերը տանում են դեռ։ Չէ, դրա համար։ Ես այն քո ասած օրինակն եմ հետ գալ։ Բերում եմ դրան, էլի։ Եթե Համին նայ։ լավ, կա, точно, մոդիֆի մեջ է գցում այդ։ Այ, ապրես։ Նայ, յամի սրա տեղը title parent-ի տեղը պահում եմ price։ Price-ը տղեկ ջան, եկեք գրեմ 0 խոսք։ Դեմից բան չկա, փարը չկա։ Ես ասում եմ, կոնկրետ նայ, որ 500 տա հենի քարտիցը կամ 500 դրամ գա, ինքը չծնգա, որ 10,000 գա կամ հենի նոր ծնգա։ Okay, հա։ Նայ, այդտեղ էսա։ Նայ, կոպիտ ասած տարբերություն կարամ անդե հաշվել։ Հիմա օրինակ նայ, sense պատկերացրու, price ունես, այսինքն քո ջեբի փողն ես, կոպիտ եմ ասում։ Հիմա նայ, գալը գալիս եմ top-ի մեջ տպում եմ հələ որ իմոնքը։ Տղեկ ջան, նայ, ուրեմն այս մարդը ինչ որ օրջալ տղեկ price Պետք է փոխես ինպուտը, տղեկ։ Title չկա էլ, price-ա տղեկ։ Այս սրա անունը պետք է փոխեմ price, էսի փոխեմ price։ Ապա top-ի մեջ, Բալեր ջան, պետք է գամ այս input-ի անունը title-ից փոխեմ price, տիպն է տամ number, Գուրգեն ջան։ Չէ՞։ Տիկ ջան։ Ճոգել ենք թե չէ։ Հա, նա։ Ահա, այ հիմա գնանք տանենք Բալեր ջան։ Նայ, ասում ախպեր, դեմից name-ու price եմ ստացել, ասում հետո price-ը փոխվավ։ Ասում էլի price-ը փոխվավ, որտեվ ինտերվալի մեջ եմ դրել, ամեն անգամ մի 5000 ավելնում է։ Նայ։ Նայ Գուրգեն ջան, ամեն անգամ ասում է եղբայր, առաջ ունեիր 5000, հիմա ունես 10000, հետո գալի ասում ախպեր ջան, այն վաղ ունեիր խոսքի 15000, հիմա ունես 20000։ Նայ։ Գուրգեն ջան, եթե փոքր թվերով մեծանար, դու կարայիր մի հատ տարբերություն ստուգեիր, ասեիր, եթե իմոնքի Հա, իմոնքի, սենց հա, ստեղ գերվում էլի, հա տղեկ, price-ի կետ
current value Gurgen ջան։ Խի, տղիկ, ոչ, հələ սովորական օբյեկտ է, չէ՞։ Նորմալ է, հա, հասկանում եմ։ Հələ արի սես կեր։ Բայց ինքը մեջ ուտեմ դες բանկերով։ Ամի լայք, տղիկ։ Էսա, current to previous։ Current previous, տղիկ։ Նայ, կերում ես այստեղ։ Էսա Գուրգեն ջան, կերի ասա եթե իմոնքի price-ի իմոնքի get essence get-ի տեղը պրոստը քառոքսի փակագծերով ստեղ էլի մենակ ստեղ current value-ն է օգնում է խոսքի լավ եկեք sense ստուգեմ եթե մեծ է 5000 իսկ Գուրգեն ջան թող հալերտով ասի ախպեր փողերը տարան բույց փողերը տարան Միտքը հա հասկանալի է ես Նայ, ամի 0 է եղել Գուրգեն ջան Ամի նայ, ասում ախպեր այնվաղ 0 էր, ամի դարավ 5000, բայց 5000-ից մեծ չի Այ հիմի երկրորդ անգամ տիկ, երբ որ եկավ մի հատ է 5000 վրան դարավ 10000, 10000-ը խիստ մեծով մեծ էր 5000-ից ալերտը աշխատեց։ Սրանց հետո վեճնի աշխատել է, որտեղ վրան միշտ 10000-ից այս վրան միշտ 5-ից մեծ կա։ Տեսա՞ք, դու ես որոշում Գուրգեն ջան, ըստեղ ոնց stop տաս։ Ուզում ես ըստեղ counter բան, ասեմ let count։ Իմ equivalent let հա։ Count-ը հավասար է 0։ Ուրեմն նայ Գուրգեն ջան, ես կարամ ասեմ, հələ սիֆը հեչ։ Այստեղ ոչ թե գումարի դատչիկ տնեմ, այլ ասեմ, եթե count-ը տղեկ մեծ է 5-ից, կայկաներեք փոքր է 5-ից թող աշխատի։ Էդի ինչ է նշանակում, որ 5-ից ավել չի աշխատելու, հա? Այստեղ էլ գրենք DC count-ը պլյուս, չէ՞։ Ալեր ջան, թիվը ամեն անգամ մեծացնենք։ Հաշվարկ եմ պահում։ Ասում 1, 2, 3, 4, 5, 5-րդ անգամ, որ ես ուզում աշխատի, ասում եմ շփաշու։ Ամին այ, երբեք չի աշխատել, էլ է։ Մի հատ աշխատավ, լավ, այսինքն մի անգամ մտավ։ Երկրորդը մտավ։ Երրորդը։ Տեսա կասեմ, շատ լավ հարց ես տալի։ Չորրորդը աշխատավ, տղեկ ջան։ Տեսա 5-ն է պետք է աշխատի, եթե 5-ն է աշխատավ։ Տեսա կասեմ։ Всё, էլ չաշխատավ։ Նայ։ Գուրգեն ջան, այդ քո թրու դու հարցրիր։ Ես ես չէի ասել։ Տղեկ ջան, այս մարդը ասում է առաջի անգամ բան նստեք, ես թե երկրորդ։ Եթե Գուրգեն ջան first change-ը true է, այդ նշանակում առաջի անգամ էր որ դու passil կա ստացել։ Մնացած դեպքերում միշտ false է գալու։ Տես առաջի անգամ տիկ ջան, երբ որ գալիս է, ասում է դեռ առաջինն էր քո, հա։ Նորմալ ասած դու կարաս ստուգես ինքը աշխատելը թե չի։ Աբրես, այ։ Մի որ այնտեղ այն նորմալ if-ը որ գրես։ Այ աբրես, ես ստե կարամ ստուգեմ Գուրգեն ջան, եթե Քառակուսի քաղի չէ, այլ իմոն քառակուսի price get աբրես ինչը հատի հավասար թվի get էսա, ասում է first change, առաջի փոփոխություն։ Ասում առաջի անգամն է ձեր։ Просто first name, last name ու first change-ը։ Այո, իմ առաջինն է, հա։ Բանում է։ Ահա, всё, եկեք էսի կոմենտեմ տղեկ ջան։ Համին այ, մենակ առաջի անգամ տղեկ ջան, գալու է այս մարդը ալերտով, այո, իմ առաջինն է, ու всё։ Ինչքան ուզում ես փոխի, Գուրգեն ջան, այդ մարդու անգամ մոտ մի անգամը կարա լինի առաջինը։ Իսկ եթե բան չփոխես, բան չփոխես երբեք էլի ալերտ չես ստանալու։ Հասկացա ինչ ես ասում։ Մեկ թվի է։ Հիմի այդքան անգամ Մեկա երկրորդ անգամ որ եկա, false-ով է գալու արդեն։ False-ով, հա, բա երկրորդ անգամ է դա։ Երկրորդ անգամ է գալի, Չէ, դու եթե նախնական արժեք տվել ես Գուրգեն ջան, ինքը մի անգամ արդեն աշխատել է։ Հա, երկրորդ անգամ չի։ Երկրորդ անգամ դե որ մտնի, մի անգամ արդեն մտողելով եղել։ Հիմին այ, չէ։ Զանգվալը տալիս ես, առաջի անգամ։ Ահա, տվել եմ։ Տվել ես թվը դեպի զանգվալը։ Հա։ Երկրորդ անգամը if-ով ես ստուգում։ Ինչն է սիփոս։ Դու Ասում ես ֆիքսված բան է։ Երկրորդ թվը ես գրում։ Եթե ես զանգված 0-րդը միաժամանակ այդ բանը էլի թվի է, նա դե ալերտը այդ if-ը մեջ։ Էլ ինքը թվու չի լինելու։ նայ, թե դու if-դ ոնց կֆրցնես Գուրգեն ջան, դա ուրիշ բան, բայց այն որ ինքը մենակ մի անգամ է թրույով գալու, դա նաստու է։ Մի որ երկրորդ անգամ ֆրցնես այդ թվը չի։
Ինչ ուզում ես փրկել, թռիչ չես դարձնա։ Երբևից։ Կոնկրետ այդ մի բանի համար։ Ինքը Գուրգեն ջան ամեն մեկի համար առանձին է բերում, price-ին ուրիշ է օբյեկտ ունես, Okay. օբյեկտ կա, այս զանգվածը դեպը օբյեկտ կա։ Հա։ Ինչ որ նո input-ով օբյեկտ ես ասում։ Ահա։ Դասից պետք է այդ input-ը։ Okay. Ու նա թե k կա, այդ բանի մեջը, օբյեկտի մեջ, որ կարող է այդ դասկի ցածրից զանգվա ու ինչ որ ուրիշ պետք է ասի։ Դու կարա չէ, այդ դրա մեջը, եթե եկա, ինձ ձեր հանի, որ եկա, ես աշխատել ես ամենազզվելին է դա Գուրգեն ջան, եթե զանգվածի օբյեկտի հետ ենք խոսում, մեջի փոփոխությունները ինքը չի տենում։ Հա, այդ մի քիչ դժվար բան։ Տես, ինչեւ թազա վերանգում չի լինում, այս հարիվս չի իմանում։ Հա, դու չես կա կոնկրետ այդ k-ն, այդ կոնկրետ այդ բանին է։ Չէ, դու հետեւի այս բան։ Նա այս հարիվս մենակ կարող է քեզ ասի Գուրգեն ջան, այդտեղ բաբշե բան վերանգում, եղավ թե չեղավ։ Այդ մեջի k-ի փոփ Ալեր ջան, հաստատ պատկերացնում ես ինչից են խոսում։ Ահա։ Լավ է, լավ, տղեկ։ Որս նայ, այնտեղ Հաջա։ Ռաբիշի ֆորը գրում է, Հա։ այդ շրջանի նկատողում է ինչ որ բան չէ, կարող է դրանով հետևի այդ գործողությունները կատարել։ Ջորգել եմ լրիվ, ճիշտ է։ Սրա պայքիցը ոնսոր տես հետևելու հայկը տենում է փոփոխությունը, բայց որ քանի որ այն մտերը որ հայով է չէ դրան։ Այնտեղ որ այդումա գրվում է կոդը ու դեպքում այդ կոդ որ դա NUS է։ Հիպի հետ ես։ Հա։ Այո, հիպ որ դա այնտեղ այն կոդի այդ կոդի մեջ փոփոխություն չի նո, հա, բանալի կոդի մեջ փոփոխություն չի նո, ինքը չի տենում։ Այնտեղ հատենում որ բան գծված նրան, բայց դա չի տենում։ Կոպիտ ասած իրան լիազորությունների մեջ չի։ Հա, եթե հենց կոպիտ ասած այդ առաջի տեղը ինչ որ բան թերից մեկը փոխվա, ինքը կտենա։ Հա, ես իմացա ինքը կարա կոնկրետ եթե 10 k ինչ որ k-ի բան, դե որ տենում է։ Դերտեղ հասարակ սովորական փոփոխականները տեսա որ փոխվա։ Բարձի պլաս դերտեղ որ վերաբան է սա, նո, անչը k ու օբյեկտի մեջ k value, ոնց որ սովորական փոփոխականների պես է դրան ասի, կարա դրա ինչ որ բան տաս որ չէ դրա հետևի չէ, չունենք դες գործը։ Կանա ինքը ֆունկցիա։ Այ ջան, ուրեմն հələ մի հատ նորից լեգիկ հասկանանք ինչ կատարվում։ Հա, բարձ է, տղեկ, չեմ ասում ես ամեն ինչ մի անգամից, այս բնար հələ Wildberries-ը այս տնային stop կտակ, հա? Կարող մեջ անել ես տված։ Ինչը՞։ Բաղ անես։ Ես չեմ անել։ Լայվ ցիկլը։ Չէ, դրա համար եմ ասում։ Wildberries-ը այս բան շոկ կտան։ Անենք, բայց ժամանակ եթե ազատ։ Եթե ազատ ժամանակ ունես, հարա դիք ջան, իհարկե։ Էսիկ ինչ է։ Հա, էս է։ Որ ջոկի նվա։ Այս տնայինը որ նոր տալու են, հետի on-changes-ի ու input-ի մասին է, հա? Լավ հետաքրքիր առաջադրանք կտամ, բարձ չի լինելու, տղեկ, հա? Wildberries-ը հələ որ էսի կապ չունի այդքան Wildberries-ի հետ։ Այս պայդերությամբ։ Вообще կապ չունի։ Այս պայդերությամբ չունի։ Կներես հարց Հիմա չէ, բայց խոսքի կարող եմ 3 տասից կամ ինչ-որ ֆունկցիաներես Գուրգեն ջան։ Կարող է ինչ-որ ֆունկցիոնալի հասնենք, կարող է չէ, 100% պետք է գալ, հաջող։ Հիմա Wildberries-ի մեջ main is liking for second։ Հա։ Click-ը կապ կոպիլասից կաս կապը սրանց։ Ինպուտի հետ։ Նա նորից նայ։ Հեսա, կագրաս այստեղ կարաս չես։ Դու ունես նա փոփոխական header-ի մեջ։ Header-ի մեջ, լավ։ Դե համակա թափի։ Okay։ Եթե ֆորմատը թափի, հա։ То այդ բանը Wildberries-ի կողքի այդ մենյուի զնակը, նո այդ մենյուի նկարը թող SS-ին էդի գնի։ Հա։ Հենց դարա false թող փոխվի։ False երբ դառնում, այն ժամանակ դառնում, որ դու քլիկ ես անում վրա։ Հիմի էդի այս դասիկլների ապահովի ինչքան կապ ունի ուղի։ Այդ բանի այս նորմալ անցնի on-this ինչը թրույա, միջև ինքս սկզբից որ դասա թրույա։ Ինքերը քլիկ չի եղել։ Հա։ Այդ քլիկը Դաժե տես պիկապի, դու տես չպետք է կապես։ Բանով նայի հարցին։ Մի հատ փոփոխական ունես header-ում, is open։ Հա,
Չէ՞։ Բալա ջան, հիմի header-ի մեջ ֆայլը մի հատ փոփոխական բացված այս անտերը թե չէ։ Հա։ Is open-ը Գուրգեն ջան, հավասար է false։ Input-ով կտաս այս կոմպոնենտի։ Սրա։ Bottom-ի։ Հա։ Կտաս սրան։ Էսի քո input-ից կախված։ Ընդ input HTML-ում կարա if գրի Գուրգեն ջան։ Եթե թռու է այս 3 գծիկները, հակառակ դեպքում այս խաչիկը։ Քլիկի վրա։ Ինչով լուծեցիր։ Մատեսը բայց դիչի փոխվի։ Մատես բանդը չսարքես որ քլիկի ժամանակ ինքը փոխել է։ Քլիկի վաղ դեպի կարաս ծնողում անես։ Այդ եմ ասում եմ, այնտեղ ծնողը որ լավ փոխես, Գուրգեն ջան, գելես հավասար է հակառակ նշանով։ Հա։ Արդեն ավտոմատ input-ը աշխատելու է։ Չէ՞։ Քլիկարի հազարը։ Աբրե։ Հենց դրա վրա հազար քլիկարի հազարը։ Ահա։ Ուտենց։ Ոստուչը դետալ ծառայել։ Տղեկ ջան, սա is input-ների ու բաների իմաստը on changes-ի։ Նրա համար է որպեսզի ծնողը փոխանցի որ ինչ-որ ինֆորմացիա երեխեքին ու երեխեքը տիկ ջան on changes life cycle-ի միջոցով տեղը լինեն փոփոխություններ։ Եթե պետք է։ Դուք չեք կարող ներսի մեջ, ներսում։ Եթե ներսում անես, բայց եթե այդ նույն փոփոխականը քեզ դասում է պետք է, հա։ Այ, հիմի պատկերած շուտ տիկ ջան։ Այս որ բացում է կողքից, այդ նույնը կարաս կապես նրա հետ, եթե դառա կբան, force-ը դառա թռու կամ հագարակը, այդ կողքից որ բանը գա։ Դե ես օրինակը շտոֆտա օրինակ է, չի լինի դրա վրա բացատրեմ, բայց Այդեն չի։ Ջան, Ես հիմի որ այ թռու է, չէ՞, կոնկրետ այս բանը, որ COVID օրինակ եւ 3 դիցը որերում է թռու է։ խոսքի Որ դառա force, սխմեցի որ դառա, վեր փոփոխականը որ force դառա, մատե ուրիշ կերպի բան ունենաս, որ հենց force է, նա ուրիշ կերպի փոխանցի, որ force-ը նա, այս ձախողից պետք է հենի կա։ Նայ, is open-ը հավասար է force։ Փագա չէ տղեկ դեմից։ Բայց բանը այնտեղ դիզայնը Նայեք, տղեկ, իրականում կարանք գրենք, բայց պրիմիտիվների դեպքում եթե մի անգամից վերագրում եք անում, պարտադիր չի։ Հա, բայց կարանք ճիշտ է, գույն։ Ոնց որ աշկները դե լավ սովորի, կարաք սենց անեք։ Ուրեմն, գնամ top-ի մեջ կամ bottom-ի մեջ, կարևոր չի։ Bottom-ի մեջ եկեք այս UL-ները ջնջեմ, չխանգարի, հա տղեկ։ Ինչ-որ is open-ը օգտագործեմ ու input-ով սպասեմ is open։ Բուլյան։ Չէ՞։ Ալեր ջան, bottom երեխեն սպասում է իր բանից, ծնողից։ Ինֆորմացիա, արդյոք բացա թե փակ։ Գալիս եմ, պրոստը ցույց է տալի։ Հիմա ես ցույց տալու տեղը Գուրգեն ջան, կարա դու image-ից if-ը գրեիր։ Եթե խոսքի այսինքն if ունենայիր, էլի։ Եթե բացա, հա, եթե բացա։ Հա, սենց։ Եթե is open դա, Վալեր ջան, նկարեիր ուրիշ image tag։ Հազա SRC-ով, չէ՞ Գուրգեն ջան։ Բանի իրան, չէ, նամի արիզ նա Ջան։ Ստե։ Հա, սպորտի նա կվաստի։ Նոչանը չկա։ Չջուրգի ինչի է։ Այն ձևով հարգել է։ Ես նկարելուց։ Հա, լավ հասկացա ինչ եք ասում։ Տեք ջան, այստեղ չորելու եմ, ինչի՞ս ապետ։ Չէ, եթե is open-ը։ Is open-ը ճանաչելու գտնելու համար ձևով հարգել է չկցես իրան։ Նայեք, հասկացա։ Հեսա կսպանում ես։ Ուրեմն նայեք, տեք ջան։ Այս համակարգի նշանները սրա մասին եք խոսում։ Էսի նրա համար է որ նկարես, ոչ թե բան ստուգես։ Դեք կոդերը տլեք ուղարկես ես։ If ու else, տղեկ ջան։ Առանձին նկարներ եք ունենալու, հա, մի հատ սենց։ Բայ շնիկը մոռացա։ Հա? Բայց եկեք միտքն եմ ասում։ Բայց եկեք տիկ ջան, պրոստը նկարենք տպենք։
հա, որպեսզի տեսնեմ ես ինչ եմ ընդեղ բանել, բայց is open-ը սպասել եմ, տղեկ, բայց չեմ փոխանցել is open։ Էսի names չունի էլ is open-ը մենակ սպասում, չէ։ Ստեղ էլ էլի is open-ը, չէ։ Ծնողին։ Հիմա նայեք, տղեկ, եկեք դնեմ այս սրա վրա քլիքի վաղ կամ չգիտեմ, նայեք։ Ալի սրա վրա քլիք տնելու, քլիքի վաղ, այս կոմպոնենտին քլիք անելուց։ Is open-ը, տղեկ, թող դառնա հակառակ նշանով։ Տղեկ, որտեղ է փոխվում այս արժեքը փոփոխականի։ Հա, header-ի ներսում է փոխվում, չէ՞։ Header-ի փոփոխականն է փոխվում։ Input-ով գնում հասնում է երեխան։ Հա։ Ներքևին ներսը վերևին չէ։ Որսա, դեռ չի աշխատի։ Որսի վրա։ Որսա տակինի վրա է աշխատում։ Որսի վրա է ասում։ Ալա ճիշտ է, հա։ Որսի վրա է դատան տեգում է։ Հա։ Պատկերացրինք Վալեր ջան։ Մի հատ տնայի որ անեք, ոչինչ կանգնելի տեղ է։ Թեման տղեկ, ես անգլիարի բարդ թեմաներից մեկն է, մի քիչ դժվար է դեմից պատկերացնելը տղեկ, այս կապերը շատ բարդ է, էլի։ Բայց կամաց կստացվի։